Բեմադրված ժպիտների տեսախցիկների շողերի ներքո մի երեխա համարձակվում է երազել մի վայրի մասին, ուր երբեք հրավիրված չի եղել։ Նա հատում է երակայության սահմանը նրա խիզախությամբ, ով պարզապես ուզում է նկատվել։ Եվ այն, ինչ տեղի է ունենում հետո, փոխում է ամեն ինչ, լուռ ամբոխի աչքի առաջ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Երան Մոլն այդ դեկտեմբերին իր ամենաշխեղ տեսքն ուներ, յուրաքանչյուր միջանցք վերածվել էր լուսավորված երազանքների մի պատկերասրահի։ Ցուցափեղկերը մրցում էին միմյանց հետ, թե որն ավելի շատ կփայլի, որն ավելի շատ երջանկություն կխոստանա, փաթեթավորված նվերների տուփերում։ Բայց իսկական տեսարանը երկրորդ հարկում էր, որտեղ մանկական հագուստի մի ապրանքանիշ ամանորյա մի տաղավար էր ստեղծել, որը կարծես ուղիղ ամերիկյան գովազդից պոկված լիներ։ Արհեստական ձյունը կատարյալ փաթիլներով թափվում էր, կարմիր ու ոսկեգույն սահնակը շրջապատված էր զարդարված եղնիներով, մեղմ երաժշտությունը օդը լցնում էր կախարդանքի խոստումներով, այս ամենի կենտրոնում, անթերի մորուքով ձմեռ պապը, շրջապատված փոքրիկ արքայազների ու արքայադուստրերի պես հագնված երեխաներով։ Արշավը շքեղ անուն ուներ, երազանքների ամանոր, մինչ վերջին մանրուքը մշակվել էր մարքեթինգի մի թիմի կողմից, որը թանկ էր գնահատում արհեստականորեն ստեղծված հուզմունքի յուրաքանչյուր վայրկյանը։ Այնտեղ ամեն ինչ հաշվարկված էր սոցիալական ցանցերում առավելագույն ներգրավվածություն ապահովելու համար, որպեսզի մայրերն ու հայրերը կիսվեին իրենց երեխաների լուսանկարներով այդ կատարյալ տեսարանում, ապրանքանիշը կապելով մանկության անաղարտության ամանորյա առատաձեռնության հետ։ Դա բարության քողի տակ թաքնված միլիոնանոց գործողություն էր, այն աշխատում էր ճիշտ այնպես, ինչպես պլանավորված էր։ Ոչ ոք չգիտեր, բայց այդ ամբողջ գործողության իսկական հրամանատարն այնտեղ էր, մի քանի մետր հեռավորության վրա, դիտում էր ամեն ինչ առանց նկատվելու։ Արամ Սարգսյանն այն տեսակի մարդը չէր, որը հայտնվում էր գովազդային արշավներում։ 43 տարեկանում նա նախընտրում էր կուլիսները, սառը օդով պայմանավորված սենյակները, որտեղ մեկ ստորագրությամբ որոշվում էր ամբողջ ընկերությունների ճակատագիրը։ Լինելով մի հոլդինգի սեփականատեր, որը վերահսկում էր տասնյակ ապրանքանիշեր, ներառյալը երազանքների ամանորը ի հովանավորը, Արամը սառնասիրտ, մեթոդիկ, անհրաժեշտության դեպքում, անողոք մարդու համբավ ուներ։ Նրա աշխատակիցներն ավելի շատ հարգում էին նրան վախից, քան հիացմունքից, իսկ մրցակիցները գիտեին, որ նրա դեմ դուրս գալը միշտ հաշվարկված ռիսկ էր։ Այդ շաբաթ օրը նա միտումնավոր պարզ էր հագնված, մուգ ջինսե-տաբատ, առանց տեսանելի ապրանքանիշի սպիտակ վերնաշապիկ, համեստ սպորտային կոշիկներ։ Ուզում էր տեսնել, թե ինչպես է աշխատում արշավը, առանց իր ներկայության, որը կարող էր փոխել թիմի վարքը։ Նա ուզում էր իրական տվյալներ, անկեղծ արձագանքներ, թվեր, որոնք կարելի էր վերածել արդյունավետության հաշվետվությունների։ Արամը չէր հավատում ամանորյա կախարդանքին, առավելս անշահախնդիր բարությանը։ Նրա համար ամեն ինչ ռազմավարություն էր, ներդրում, եկամուտ։ Եվ նա այնտեղ էր, համոզվելու, որ իր գումարը ճիշտ է օգտագործվում։ Կանգնած արթրի կենտրոնի սյուներից մեկին հենված, նա դիտում էր, թե ինչպես է պրոֆեսիոնալ լուսանկարիչը երեխաներին խմբերի բաժանում, դիրքերն ուղղում, ավելի լայն ժպիտներ խնդրում, կատարյալ կադրից դուրս մնացած ձեռքերն ուղղում։ Տղամարդն արդյունավետ էր, Արամը պետք է խոստովաներ։ Յուրաքանչյուր լուսանկար անթերի էր ստացվում, պատրաստ գովազդային նյութերում, սոցիալական ցանցերում հայտնվելու համար։ Ծնողները հերթ էին կանգնել անհանգիստ դեմքերով, բջջային հեռախոսները ձեռքներին պահած, կարծես պատմական իրադարձության ականատես լինեին։ Լավ հագնված, լավ սանրված, լավ դաստիարակված երեխաներ։ Ամեն ինչ ըստ սցենարի էր։ Հենց այդ պահին նա առաջին անգամ տեսավ նրան։ Արշավի տարածքը սահմանազատող դեկորատիվ ցանկապատերի մյուս կողմում մի փոքրիկ աղջիկ դիտում էր ամեն ինչ այնպիսի լարվածությամբ, որն անհամաչափ էր թվում իր տարիքի համար։ Նա պետք է լիներ մոտ 8-9 տարեկան, գուցե ավելի քիչ, դժվար էր ասել։ Մուգ մազերը խճճված էին, հավաքված մի պոչով, որն ավելի լավ օրեր էր տեսել։ Հագուստը մաքուր էր, բայց մաշված, այնպիսի հավաքածու, որը ձեռքից ձեռք է անցնում, մինչ պաշտոնական տեր չի ունենում։ Ոտքերին ռետինե սանդալներ էին, որոնք անհամապատասխան էին արթրի կենտրոնի սառը օթորակիչի համար։ Եվ նրա աչքերը մեծ ու մուգ չէին թարթում, երբ հետում էին այդ լուսավորված տեսարանի յուրաքանչյուր շարժմանը։ Արամը նկատեց աղջկան պատահաբար, այն ավտոմատ գլխի շրջադարձերից մեկի ժամանակ, որ անում ես, երբ ինչ-որ բան տարբերվում է ընդհանուրից։ Նա այնքան անշարժ էր, այնքան կենտրոնացած, որ կարծես արձան լիներ միջանցքով անընդհատ շրջանառվող մարդկանց հոսքի մեջ։
Նա պատրաստվում էր իր ուշադրությունը կրկին կենտրոնացնել արշավի վրա, երբ նրա աչքերում մի բան նկատեց։ Դա նախանց չէր, զայրույթ չէր, դա ավելի խորն ու ցավոտ բան էր։ Դա պատկանելու, այդ տեսարանի մի մասը լինելու, այն երեխաներից մեկը լինելու մաքուր ցանկություն էր, որոնց ծնողները յուրաքանչյուր ժպիտն այնպես էին արձանագրում, կարծես դա աշխարհի ամենաթանկ բանը լիներ։ Եվ հետո առանց հասկանալու, թե ինչու, Արամը զգաց, թե ինչպես մի ծանոթ անհանգստություն բարձրացավ կրծքավանդակով։ Մի հին զգացողություն, պահված մի տեղ, որտեղ նա խուսափում էր այցելել։ Նա թափ տվեց գլուխը, փորձելով կենտրոնանալ թվերի, արդյունքների, արշավի ստեղծած չափանիշների վրա։ Բայց նրա աչքերը շարունակում էին վերադառնալ աղջկա կողմը։ Տեսարանի ներսում մի երիտասարդ աշխատակցուհի նույնպես նկատել էր աղջկա ներկայությունը։ Անին 24 տարեկան էր, աշխատում էր որպես միջոցառումների կազմակերպչի օգնական, այն ժամանակավոր աշխատանքներից մեկը, որը քիչ էր վարձատրում, շատ բան պահանջում։ Նա այնտեղ էր առավոտյան 7-ից, օգնելով տեղադրել տեսարանը, կազմակերպել հերթերը, բաժանել կտրոնները, գործ ունենալ անհամբեր ծնողների լացող երեխաների հետ։ Նա հոգնած էր, ոտքերը ցավում էին նեղ կոշիկների մեջ, որոնք համակարգողը պահանջել էր, որ բոլոր աշխատակցուհիները կրեն, բայց այդ աղջկա հայացքում ինչ-որ բան հուզեց նրա ներսի զգայուն լարը։ Անին ճանաչում էր այդ հայացքը։ Նա նույնպես աղքատ երեխա էր եղել, մեծացել էր տատիկի մոտ, Երանի ծայրամասային թաղամասերից մեկում, վաղ տարիքից իմանալով, որ աշխարհում կան վայրեր, որտեղ իրեն ցանկալի չեն համարում։ Նա սովորել էր փոքր անտեսանելի դառնալ, որպեսզի չխանգարի, որպեսզի իրեն դուրս չանեն այն գեղեցիկ վայրերից, որտեղ երբեմն համարձակվում էր մտնել, պարզապես զգալու համար, թե ինչպես է լինել մյուս կողմում։ Եվ հիմա, տեսնելով այդ աղջկան, որը դիտում էր ամանորյա արշավը հիացմունքի ցավի այդ խառնուրդով, Անին զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Նա պատրաստվում էր մոտենալ, փորձել զրույց սկսել, գուցե առաջարկել մի շոկոլադ, որը պահել էր գրպանում, երբ արշավի համակարգող Ռուզաննան հայտնվեց նրա կողքին, թղթապանակը ձեռքին մի արտահայտությամբ, որը չէր հանդուրժում արձանագրությունից շեղումներ։ Ռուզաննան 38 տարեկան էր, կարիերա, որը կառուցվել էր անթերի արդյունավետության չնախատեսված իրավիճակների նկատմամբ զրոյական հանդուրժողականության հիման վրա։ Նրա համար այդ արշավը անձնական ցուցափեղկ էր, հոլդինգի ղեկավարներին տպավորելու ապագայում ավելի շահութաբեր պայմանագրեր ապահովելու հնարավորություն։ Յուրաքանչյուր մանրուք պլանավորված էր, յուրաքանչյուր լուսանկար նախապես հաստատված, յուրաքանչյուր երեխա ընտրված էր խիստ քաստինգի միջոցով։ Այստեղ տեղ չկար ինքնաբուխության, առավելս վատ պլանավորված բարեգործության համար։ Բայց աղջիկը, ըստ երույթին, չգիտեր կանոնները։ Երբ լուսանկարիչը հայտարարեց, որ պատրաստվում է լուսանկարներից մեկ շարք անել, քանի որ լույսը կատարյալ էր, աղջիկը քաջություն հավաքեց։ Արամը տեսավ ամեն ինչ իր տեղից։ Նա խորը շունչ քաշեց, ձեռքերը մաքրեց հագուստին, կարծես մի կարևոր բանի էր պատրաստվում, սկսեց դանդաղ քայլել դեպի տեսարանը։ Նրա քայլերը տատանվող էին, բայց վճռական։ Նա անցավ դեկորատիվ ցանկապատերի միջով, անտեսեց որոշ ծնողների հայացքները, որոնք նկատեցին նրան, գնաց ուղիղ դեպի այն նստարանը, որտեղ մյուս երեխաներն արդեն դիրքավորվել էին։ Նա նստեց ծայրին, ամենաանկյունում, զբաղեցնելով հնարավորինս քիչ տեղ։ Ձեռքերով ուղեց մազերը, ստիպեց մի ժպիտ, որը փորձում էր նմանակել մյուս երեխաների ժպիտներին, մնաց այնտեղ, հուսալով, որ ոչ ոք չի նկատի, հուսալով, որ լուսանկարիչը պարզապես կսեղմի կոճակը, նա կկարողանա այդ պահը գրանցված ունենալ, այդ ապացույցը, որ ինքը նույնպես աշխարհի մի մասն է։ Մի քանի վայրկյան թվաց, թե դա կստացվի։ Լուսանկարիչը կենտրոնացած էր, կարգավորելով տեսախցիկը, ձմեռ պապը նայում էր առաջ իր պրոֆեսիոնալ ժպիտով, մյուս երեխաները չափազանց զբաղված էին, որպեսզի անհանգստանան։ Անին տեսավ ուզեց հավատալ, որ դա թույլատրելի կլինի, որ ոչ ոք չի նկատի, որ աղջիկը կկարողանա ունենալ իր ամանորյա լուսանկարը։ Բայց Ռուզաննան նկատեց։ Եվ լուսանկարիչը նկատեց։ Նրա ձայնը օդը կտրեց սառը սայրի պես։ Հեյ! Ո՞վ է այս աղջկան թույլ տվել ներս մտնել։ Ամանորյա երաժշտության ձայնը շարունակվեց, բայց հանկարծ հեգնական, գրեթե դաժան թվաց։ Բոլոր գլուխները շրջվեցին։ Ծնողները նայեցին զարմանքի անհարմարության խառնուրդով։ Նստարանի վրա նստած երեխաներից ոմանք սկսեցին բնազդաբար հեռանալ, կարծես աղջկա ներկայությունը կարող էր ինչ-որ կերպ վարակել նրանց։ Աղջիկը փորձեց բացատրել, նրա ձայնը դողացող ու ցածր էր։ Ես ուղղակի ուզում էի այստեղ, անկյունում մնալ, չեմ խանգարի, խոստանում եմ։
Բայց լուսանկարիչն արդեն մոտենում էր, արդեն հանում էր նրան նստարանից, ձեռքը ամուր բռնած նրա թից, ոչ թե բացահայտ բռնությամբ, այլ այն կոշտությամբ, որն ավելի շատ ներսից է ցավեցնում, քան դրսից։ Սա պրոֆեսիոնալ գովազդային արշավ է, հանրային հրապարակ չէ։ Դու կեղտոտում ես տեսարանը։ Նրա ձայնը բարձր էր, թատերական, կարծես պետք լիներ, որ բոլորը լսեին, հասկանային, որ նա պարզապես իր գործն է անում, պաշտպանում է ստանդարտը, պահպանում է որակը։ Անին մի քայլ առաջ արեց, սիրտը արագ բաբախում էր, ուզում էր միջամտել, բայց Ռուզաննան կտրեց նրան սուր հայացքով, կոշտ շշուկով։ Մնա քո տեղում։ Դա քո խնդիրը չէ։ Մենք նման իրավիճակների համար արձանագրություն ունենք։ Ձմեռ պապը, 60-ամյա դերասան Կարենը, որը տասնամյակներ շարունակ այդ գործն էր անում, ակնհայտորեն անհարմար էր զգում։ Նա նայեց Ռուզաննային, ուղղորդում փնտրելով, բայց նա պարզապես ժեստ արեց, որ շարունակի ժպտալ չխառնվի։ Աղջկան դրեցին դեկորատիվ ցանկապատերից դուրս, հենց այնտեղ, որտեղ սկսել էր, միայն թե հիմա արցունքներն էին սկսում հավաքվել, աչքերում ամոթն էր այրում դեմքը։ Նա փորձում էր զսպել լացը, ուժգին գծում էր ստորին շուրթը, որովհետև գիտեր, որ հանրության առաջ լաց լինելը ավելի շատ զենք տալն է նրանց, ովքեր արդեն ներսում ծիծաղում էին իր վրա։ Եվ հենց այդ պահին լուսանկարիչը, գուցե ցանկանալով արդարացնել իր արարքը տարբեր արտահայտություններով տեսարանը դիտող ծնողների առաջ, արտաբերեց այն արտահայտությունը, որը պետք է դառնար այն ամենի կայծը, ինչ տեղի էր ունենալու հետո։ Ձմեռ պապը բոլորի հետ չի նկարվում, սիրելիս։ Պետք է արժանի լինել, հասկանում ես։ Սա բոլորի համար չէ։ Արտահայտությունը արձագանքեց։ Ոչ միայն աղջկա ականջներում, այլ այդ տարածքի բոլոր անկյուններում։ Որոշ ծնողներ իջեցրին աչքերը, ամաչելով։ Մի երեխա հարցրեց մորը, թե ինչու աղջկան հանեցին, մայրը պարզապես ինչ-որ բան մրմնջաց կանոնների մասին շարունակեց նայել հեռախոսին։ Ձմեռ պապը մի վայրկյան փակեց աչքերը, ակնհայտորեն զղջալով, որ այնտեղ է։ Անին զգաց, որ արցունքները սկսում են հավաքվել, բայց կուլ տվեց մնաց կանգնած, հնազանդ, անզոր։ Եվ Արամ Սարգսյանը, մարդը, որը մի ամբողջ կայսրություն էր կառուցել սառը թվերի ռացիոնալ որոշումների վրա, զգաց, թե ինչպես իր ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Որովհետև այդ արտահայտությունը նա արդեն լսել էր։ Ոչ թե այս ճշգրիտ բառերով, այլ նույն թույնով, սոցիալական կանոնի քողի տակ թաքնված նույն դաժանությամբ։ Նա լսել էր, երբ երեխա էր, երբ դեռ պարզապես Արամ էր կոչվում, առանց բարդ ազգանունների կամ հոլդինգների իր անվան տակ։ Լսել էր շատ տարիներ առաջ մի ամանորի, երբ ինքն ու մայրը փորձել էին մտնել եկեղեցու բարեգործական երեկույթին, դռան մոտ կանգնեցվել էին, քանի որ պատշաճ հագուստով չէին։ Լսել էր, երբ կոստյումով մի տղամարդ, նման նրան, ինչպիսին ինքն էր այսօր, արամարանքով նայել էր իրեն ինչ-որ բան ասել աղքատի տեղի հիերարխիան հարգելու մասին։ Արամը թաղել էր այդ հիշողությունն այնքան խորը, որ նույնիսկ չգիտեր, որ այն դեռ գոյություն ունի։ Նա կառուցել էր հաջողություն, փող, իշխանություն, ամեն ինչ, որպեսզի այլս երբեք այն տղան չլինի։ Նա դարձել էր ճիշտ այն տեսակի մարդը, որը մի օր նվաստացրել էր իրեն, հիմա տեսնում էր, թե ինչպես է տեսարանը կրկնվում, ֆինանսավորված հենց իր կողմից, իր անունով, իր փողով։ Նա սկսեց քայլել։ Ոտքերը շարժվեցին, նախքան գլուխը կհասցներ հաշվարկել հետանքները։ Նա անցավ միջանցքով, անցավ անտարբեր շրջանառվող մարդկանց կողքով, մտավ արշավի տարածք, առանց թույլտվություն խնդրելու։ Համակարգող Ռուզաննան առաջինը նկատեց, երբ նրա աչքերը ճանաչեցին նրա դեմքը, կարծես ամբողջ արյունը քամվեց երեսից։ Նա ճանաչում էր հոլդինգի ղեկավարների յուրաքանչյուր լուսանկարը, ուսումնասիրել էր ընկերության կառուցվածքը, ինչպես մեկը կուսումնասիրեր կյանքի կամ կարիերայի ավարտի քննության համար։ Պարոն Սարգսյան, շնջաց նա, դա բավական էր, որ լուսանկարիչն ու մյուս աշխատակիցները հասկանային, որ ինչ-որ շատ լուրջ բան է պատրաստվում տեղի ունենալ։ Բայց Արամը սկզբում նրանցից ոչ մեկին չնայեց։ Նա գնաց ուղիղ այնտեղ, որտեղ աղջիկն էր, ցանկապատերից դուրս, դեռ փորձելով զսպել արցունքները, դեռ փորձելով անտեսանելի լինել։ Նա ծնկի իջավ նրա բարձրությանը, առանց դիպչելու, հարգելով մեկի տարածքը, ում արդեն չափազանց ագրեսիվ էին դիպել այդ օրը։ Անունդ, ինչ է։ Նրա ձայնն ավելի մեղմ դուրս եկավ, քան նա մտադրվել էր, ավելի մարդկային, քան եղել էր վերջին տարիներին։ Աղջիկը նայեց նրան կասկածանքով, կարծես ցանկացած պատասխան կարող էր մեկ թակարդ լինել։ Բայց նրա աչքերում ինչ-որ բան, ճանաչված ցավի ինչ-որ հին ստվեր, ստիպեց նրան պատասխանել հազիվ լսելի ձայնով։ Անահիտ։ Անահիտ, կրկնեց նա, անունը կարծես կշիռ, պատմություն, արժանապատվություն ունեցավ։ Դու ուզում էիր լուսանկարվել Ձմեռ պապի հետ։
Նա գլխով արեց, անկարող լինելով բառեր արտաբերել։ Առանց վերջնականապես փլուզվելու։ Արամը խորը շունչ քաշեց, ոտքի կանգնեց, շրջվեց դեպի արշավի ողջ թիմը։ Ռուզաննան գունատ էր։ Լուսանկարիչը 2 քայլ հետ էր գնացել։ Անին դիտում էր ամեն ինչ արագացած սրտխփոցով, դեռ չհասկանալով, թե ինչ է կատարվում, բայց զգալով, որ դա ինչ-որ մեծ բան է։ Եվ հետո Արամ Սարգսյանն արեց մի բան, որը երբեք չէր արել իր ողջ կարիերայի ընթացքում։ Նա մարդկայնությունը վեր դասեց շահույթից։ Ուզում եմ այս լուսանկարչի լրիվ անուն-ազգանունը նրա պայմանագիրը իմ սեղանին 1 ժամվա ընթացքում։ Ուզում եմ, որ մարդկային ռեսուրսների բաժինն անմիջապես այստեղ ներկայանա։ Ուզում եմ հասկանալ, թե ինչպիսի արձանագրություն է թույլ տալիս, որ երեխային հրապարակավ նվաստացնեն մի արշավում, որը ես եմ ֆինանսավորել։ Պարոն Սարգսյան, մենք պարզապես հետել ենք հանձնարարականին, փորձեց բացատրել Ռուզաննան, ձայնը դողալով։ Քասթինգը հաստատված էր, երեխաներն ընտրված էին, մենք որակի ստանդարտներ ունենք։ Նա կտրեց նրան մի սառնությամբ, որը նա լավ գիտեր, բայց հիմա ուղղված էր իր դեմ։ Ուրեմն ձեր որակի ստանդարտը հիվանդագին է։ Եվ եթե դուք կարծում եք, որ երեխային նվաստացնելը ընդունելի արձանագրության մաս է, ուրեմն դուք սխալ աշխատանքի եք։ Հաջորդած լռությունն այնքան խիտ էր, որ կարծես պինդ լիներ։ Որոշ ծնողներ սկսեցին նկարահանել բջջայիններով։ Արթրի կենտրոնի աշխատակիցները մոտեցան, հետաքրքրված։ Անահիտ աղջիկը դիտում էր ամեն ինչ, լիովին չհասկանալով, դեռ սպասելով, որ ցանկացած պահի իրեն նորից դուրս կանեն։ Բայց Արամը չէր ավարտել։ Նա խնդրեց արտադրության բարձրախոսը, այն, որն օգտագործվում էր հայտարարություններ անելու հերթերը կազմակերպելու համար։ Ռուզաննան տվեց դողացող ձեռքերով։ Եվ տասնյակ մարդկանց առաջ, որոնք այժմ լիակատար ուշադրությամբ լսում էին, նա արեց մի հայտարարություն, որը ոչ ոք չէր սպասում։ Այս արշավը ստեղծվել է ամանորը տոնելու համար, բայց մենք հենց նոր մոռացանք, թե իրականում ինչ է նշանակում ամանորը։ Ոչ ոք այստեղ, ոչ ոք այս արթրի կենտրոնում, ոչ ոք այս քաղաքում իրավունք չունի որոշելու, թե ով է արժանի լուսանկարի, ով է արժանի երջանկության մի պահի։ Եթե այս արշավում տեղ չկա բոլոր երեխաների համար, ուրեմն այնտեղ տեղ չկա ոչ մի երեխայի համար։ Սկսվեցին մի քանի զուսպ ծափահարություններ։ Մի մայր զգուշորեն սրբեց աչքերը։ Անին զգաց, թե ինչպես կուրծքը սեղմվեց հուզմունքից։ Նա հետո շրջվեց դեպի Անահիտը, մեկնեց ձեռքը։ Արի։ Դու կլինես հաջորդ լուսանկարում առաջինը։ Եվ նա, դեռ լիովին չհավատալով, բռնեց նրա ձեռքից, թույլ տվեց, որ իրեն ուղեկցեն դեպի տեսարան, դեպի նստարան, դեպի այն տեղը, որտեղից իրեն այդքան դաժանորեն պոկել էին։ Միայն թե այս անգամ նրան կդնեին հենց կենտրոնում։ Հենց ձմեռ պապի կողքին։ Եվ ամբողջ աշխարհը դա կտեսներ։ Անահիտը նստեց նստարանին, հենց ձմեռ պապի կողքին, դիմակի տակ թաքնված տղամարդը, Կարենը, հատուկ ձեռքը դրեց նրա ուսին այնպիսի քնքշությամբ, որը գալիս էր սրտից, ոչ թե սցենարից։ Նա ուներ 3 թոռնուհի, նրա տարիքի, գիտեր, թե ինչպես ճանաչել այն մարդու փայլը, ով վիրավորվել է, փորձում է հավատալ, որ դեռ ինչ-որ լավ բան կարող է տեղի ունենալ։ Մյուս երեխաներին հրավիրեցին միանալ լուսանկարին, այս անգամ, ի տարբերություն նախորդ ընտրության, չկար ոչ մի քասթինգ, ոչ մի դատողություն։ Նրանք պարզապես երեխաներ էին, ոմանք լավ հագնված, ոմանք ոչ այնքան, բոլորը կիսում էին այն պահը, որը սկսվել էր որպես գովազդ, վերածվել էր մի բանի, որը ոչ ոք չէր պլանավորել։ Արամը մի քայլ հետ գնաց, դիտելով լուսանկարչին, որն այժմ ակնհայտորեն նյարդայնացած էր, կարգավորում էր տեսախցիկը ավելի քիչ ամուր ձեռքերով, քան նախկինում։ Նա գիտեր, որ իրեն նկարահանում են տասնյակ բջջային հեռախոսներ, գիտեր, որ այդ պահը վիրուսային կդառնա նույնիսկ մինչ օրվա ավարտը, գիտեր, որ հոլդինգի հասարակայնության հետ կապերի բաժինը խուճապի մեջ կընկնի։ Բայց երկար տարիների ընթացքում առաջին անգամ Արամին չէր հետաքրքրում ռազմավարական պլանավորումը։ Առաջին անգամ նա գործում էր զուտ մարդկային մղումով, դա միաժամանակ սարսափելի էր ու ազատագրող։ Երբ լուսարձակը փայլատակեց, ֆիքսելով Անահիտի անկեղծ ժպիտն այդ օրը առաջին անգամ, օդում ինչ-որ բան փոխվեց։ Ծնողները, որոնք րոպեներ առաջ արամարանքով էին նայում, այժմ անհարմար էին զգում իրենց սկզբնական արձագանքից։ Որոշ մայրեր զգուշորեն սրբում էին աչքերը։ Մի հայր կնոջը մրմնջաց ինչ-որ բան, երեխաներին ավելի շատ կարեկցանքով դաստիարակելու մասին։ Իսկ Անին, միջոցառումների օգնականը, որն ուզում էր օգնել, բայց քաջություն չէր ունեցել, վերջապես թույլ տվեց, որ արցունքները հոսեն, որովհետև երբեմն բարության ականատես լինելը նույնքան ցավոտ է, որքան դաժանության ականատես լինելը։
Արամը խնդրեց, որ Անին նույնպես մտնի լուսանկարի մեջ, նա մի քանի անգամ մերժեց, բայց նա պնդեց այնպիսի վճռականությամբ, որը մերժում չէր ընդունում։ Դու փորձեցիր ճիշտ բան անել։ Դա արժանի է ճանաչման։ Եվ հետո Անին, ճմրթված համազգեստով կարմրած աչքերով, կանգնեց Անահիտի կողքին, նրանք իրար նայեցին լուռ փոխըմբռնմամբ, որը հասկանալի է նրանց, ովքեր գիտեն, թե ինչ է նշանակում անտեսանելի լինել։ Երբ լուսանկարահանումն ավարտվեց, մարդիկ սկսեցին ցրվել, ոմանք դեռ նկարահանելով, ոմանք ցածր ձայնով մեկնաբանելով, Արամը հասկացավ, որ ստեղծել է մի իրավիճակ, որը շատ ավելին էր, քան մեկուսացված բարի գործը։ Անահիտը դեռ այնտեղ էր, բռնած Անի ձեռքը, նայում էր նրան երախտագիտության վախի խառնուրդով, կարծես սպասում էր, որ ցանկացած պահի նա կասի, որ ամեն ինչ դաժան կատակ էր։ Ռուզաննան մոտեցավ, թղթապանակն այժմ ծառայում էր որպես վահան սեփական անվստահության դեմ։ Պարոն Սարգսյան, մենք պետք է խոսենք հաջորդ քայլերի մասին, թե ինչպես ենք կառավարելու այս իրավիճակը սոցիալական ցանցերում, ապրանքանիշի դիրքորոշման մասին։ Նա կտրեց նրան ձեռքի շարժումով։ Հետո։ Հիմա ես պետք է խոսեմ այս աղջկա մոր հետ։ Անահիտն անմիջապես արձագանքեց, ամբողջ մարմինը լարվեց։ Մայրս աշխատանքի է։ Նա չի կարող այստեղ գալ։ Արամը նորից ծնկի իջավ, ուղիղ նայելով նրան։ Ես քո մոր համար խնդիր չեմ ստեղծի, Անահիտ։ Ես ուղղակի ուզում եմ համոզվել, որ դու լավ ես, որ վերադառնալու տեղ ունես, որ ապահով ես։ Աղջիկը տատանվեց, հետո դանդաղ գլխով արեց։ Նա գրասենյակներ է մաքրում, միայն գիշերն է դուրս գալու։ Մենք այստեղ մոտիկ ենք ապրում, Արտրի կենտրոնի հետի փողոցի շենքում։ Լավ, ասաց Արամը, հետո նրա մեջ ինչ-որ բան, մի մաս, որը նա կարծում էր, թե վաղուց մահացել է, որոշում կայացրեց, առանց խորհրդակցելու աղյուսակների կամ վերլուծաբանների հետ։ Ինչ-որ բան ուտել կուզես։ Այստեղ սննդի կորտ կա։ Կարող ենք սպասել, մինչ մայրդ աշխատանքից դուրս գա։ Անահիտը նայեց Անին, հավանություն փնտրելով, երիտասարդ աշխատակցուհին գլխով արեց հոգնած, բայց անկեղծ ժպիտով։ Նրանք գնացին միասին երեքով, կազմելով անհավանական եռյակ, սովորական մարդու քողի տակ թաքնված միլիոնատերը, միջոցառումների օգնականը, որն առջում անվերջանալի հերթափոխ ուներ, բայց չէր ուզում բաց թողնել այդ պահը, աղջիկը, որին մեկ ժամ առաջ աղբի պես էին վերաբերվել, իսկ հիմա քայլում էր մարդկանց կողքին, որոնք իրեն մարդու պես էին վերաբերվում։ Երբ նրանք նստեցին սննդի կորտի սեղաններից մեկի շուրջ, Անահիտը կլանում էր բուրգերը, կարծես օրերով նորմալ չէր կերել, Արամը սկսեց գիտակցել իր արածի մասշտաբը։ Նրա բջջայինը չէր դադարում թրթռալ։ Հաղորդագրություններ մամուլի ծառայությունից, մարքեթինգի տնօրինությունից, վարչական խորհրդից։ Նա նայեց էկրանին, տեսավ, որ միջամտության տեսանյութն արդեն շրջանառվում էր դրամատիկ ենթագրերով։ Միլիոնատերը նվաստացնում է լուսանկարչին, որը աղքատ երեխային դուրս էր արել ամանորյա արշավից։ Դիտումները աճում էին ամեն վայրկյան։ Բայց կար նա մեկ այլ տեսակի հաղորդագրություն։ Մի համարից, որը նա չէր պահպանել, բայց ճանաչում էր։ Նարինե։ Նրա նախկին կինը, որի հետ ամուսնացած էր եղել 8 տարի, որը նրան լքել էր հենց այն պատճառով, որ նա իր խոսքերով դարձել էր անսիրտ մարդ, որը միայն գիտեր հուզմունքը շահույթի վերածել։ Նա ուղարկել էր Արտրի կենտրոնի տեսարանի տեսանյութը, ընդամենը մեկ նախադասությամբ։ Ուրեմն այդ ամբողջ զրահի տակ դեռ Արամ կա։ Նա արգելափակեց հեռախոսի էկրանը, իր ուշադրությունը վերադարձրեց Անահիտին, որն այժմ կոլա էր խմում, շուրջը նայում սննդի կորտին, կարծես կախարդական վայրում լիներ։ Անին, նստած նրա կողքին, բացատրում էր, թե ինչպես են աշխատում վերի հարկի մանկական խաղահրապարակի խաղալիքները։ Անահիտը լսում էր այնպիսի լարված ուշադրությամբ, որ Արամը նորից զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Մի բան ասա, Անահիտ, ասաց նա, երբ աղջիկն ավարտեց ուտելը։ Ինչու էիր այդքան ուզում այդ լուսանկարում լինել։ Աղջիկը անձեռոցիկով մաքրեց բերանը, մի պահ լռեց, կարծես ճիշտ բառերն էր ընտրում։ Որովհետև ես երբեք ամանորյա լուսանկար չեմ ունեցել։ Մայրս լավ հեռախոս չունի, մենք տեսախցիկ չունենք։ Եվ ես տեսա, որ բոլորն այնտեղ նկարվում են, բոլորը երջանիկ են, բոլորը հիշողություն ունեն։ Ես մտածեցի, որ եթե կարողանամ մի լուսանկարի մեջ մտնել, նույնիսկ անկյունում, դա ապացույց կլինի, որ ես էլ գոյություն ունեմ, գիտես։ Որ ես էլ երեխա եմ, որ ես էլ կարող եմ ամանոր ունենալ։ Արամը զգաց, թե ինչպես իր ներսում ինչ-որ բան փշրվեց։ Դա խղճահարություն չէր, դա ճանաչում էր։
Որովհետև նա հստակ գիտեր, թե ինչ է այդ քաղցը ապացուցելու, որ դու գոյություն ունես, ֆիզիկական ապացույց ունենալու, որ դու կարող ես, որ դու պարզապես ստվեր չես, որին մարդիկ անտեսում են փողոցում։ Անին զգուշորեն սրբում էր աչքերը, Արամը հասկացավ, որ նա նույնպես հասկանում է, որ նա նույնպես ունի իր անտեսանելիության պատմությունները։ Հենց այդ պահին մի կին մոտեցավ սեղանին, ամաչկոտ, հեռախոսը ձեռքին պահած, կարծես վտանգավոր զենք լիներ։ Ներողություն, պարոն, սկսեց նա, ձայնը դողալով։ Ես տեսա, թե ինչ տեղի ունեցավ ներքում։ Ես հերթում էի աղջկաս հետ ոչինչ չարեցի, երբ այն տղամարդը աղջկան հանեց լուսանկարից։ Ես ինձ շատ վատ եմ զգում դրա համար։ Ես ուղղակի ուզում էի ասել, որ դուք ճիշտ բան արեցիք։ Արամը չգիտեր ինչ պատասխանել, ուստի պարզապես գլխի շարժումով շնորհակալություն հայտնեց։ Բայց կինը շարունակեց. Ես տեսանյութը տեղադրեցի իմ սոցիալական ցանցերում։ Աղջիկս շատ հետորդներ ունի։ Կարծում եմ, դա կօգնի տարածել ուղերձը։ Երբ նա հեռացավ, Անին անհանգիստ հայացքով նայեց Արամին։ Պարոն, դուք հասկանում եք, որ սա շատ մեծանալու է, այնպես չէ՞։ Որ բոլորը կուզենան իմանալ, թե ով եք դուք, ով է Անահիտը, ինչպես է պատմությունը շարունակվում։ Արամը դանդաղ գլխով արեց։ Նա գիտեր վիրուսայնացման մեխանիզմները, գիտեր, թե ինչպես է լավ պատմությունը սպառվում հանրության կողմից այնպիսի ագահությամբ, որը կարող է բարձրացնել, ոչնչացնել։ Եվ հանկարծ նա հասկացավ իրական վտանգը։ Անահիտը հանրային կդառնա։ Նրա կյանքը, նրա պատմությունը, նրա խոցելիությունը, ամեն ինչ կբացահայտվի։ Անահիտ, ասաց նա, բռնելով նրա փոքրիկ ձեռքը իր ձեռքերի մեջ, դու հասկանում ես, որ շատ մարդիկ կիմանան այսօրվա դեպքի մասին։ Որ կուզենան քեզ հետ հարցազրույց անել, լուսանկարվել, իմանալ քո կյանքի մասին։ Աղջիկը գիտեց հոնքերը, շփոթված։ Ինչո՞վ։ Ես ընդամենը մի լուսանկարի մեջ մտա։ Որովհետև դու շոշափեցիր մի թեմա, որը շատերին անհանգստացնում է, զգուշորեն բացատրեց Անին։ Դու ցույց տվեցիր, որ երբեմն մարդիկ չար են լինում, առանց նույնիսկ նկատելու, որ երբեմն մենք մեկուսացնում ենք ուրիշներին, կարծում ենք, որ ամեն ինչ նորմալ է։ Եվ հիմա մի շարք մարդիկ կուզենան ցույց տալ, որ իրենք այդպիսին չեն, որ իրենց համար կարող է, որ իրենք տարբեր են։ Արամն ավելացրեց. Եվ դա կարող է լավ լինել, բայց նա կարող է շատ դժվար լինել։ Մարդիկ կուզենան քեզ խորհրդանիշ դարձնել, հաղթահարման պատմություն, երբեմն կմոռանան, որ դու պարզապես մի աղջիկ ես, որն ամանորյա լուսանկար էր ուզում։ Անահիտը լռությամբ մտածեց այդ մասին, հետո հարցրեց մի բան, որը նրանցից ոչ ոք չէր սպասում։ Իսկ դու… Ինչու ինձ օգնեցիր։ Դու այստեղ ամեն ինչի տերն ես, այնպես չէ։ Բոլորը վախեցան, երբ քեզ տեսան։ Ինչու քեզ համար կարևոր էր։ Հարցը պարզ էր, ուղիղ, ազնիվ։ Եվ Արամը պատրաստի պատասխան չուներ, հասարակայնության հետ կապերի ելույթ չուներ, ռազմավարություն չուներ։ Ուստի նա ասաց ճշմարտությունը, մի բան, որը տարիներ շարունակ չէր ասել։ Որովհետև երբ ես փոքր էի, մոտավորապես քո տարիքի, ինչ-որ մեկը ինձ էլ հանեց մի տեղից, որտեղ ես ուզում էի լինել։ Եվ դա այնպես ցավեցրեց, որ ես երբեք չմոռացա։ Եվ երբ ես տեսա, թե ինչպես են քեզ հանում այդ լուսանկարից, կարծես ես ինքս ինձ էի տեսնում։ Անահիտը երկար պահ ուսումնասիրեց նրա դեմքը, հետո ասաց մի բան, որը Արամը կրելու էր իր հետ մինչ կյանքի վերջ։ Բայց դու հարստացար։ Դու հզորացար։ Իսկ ինչպես թույլ տվեցիր, որ դառնաս այն մարդկանց նման, ովքեր քեզ նեղացրել են։ Հարցը հարվածի պես էր Ստամոքսին։ Անին շունչը պահեց։ Եվ Արամը տասնամյակների ընթացքում առաջին անգամ պատասխան չուներ։ Որովհետև աղջիկը ճիշտ էր։ Նվաստացված երեխայի անողոք գործարարի միջ ընկած ինչ-որ պահի Արամը հատել էր մի գիծ, դարձել էր ճիշտ այն տեսակի մարդը, որը մի օր իրեն տառապանք էր պատճառել։ Նա պատրաստվում էր փորձել պատասխանել, երբ Անիի հեռախոսը զանգեց։ Ռուզաննան էր, արշավի համակարգողը, պահանջում էր, որ նա անմիջապես վերադառնա աշխատանքի։ Երիտասարդ կինը նայեց Արամին երկմտանքի մեջ, բայց նա գլխով արեց, որ պատասխանի։ Ես պետք է գնամ, ասաց Անին, ակնհայտորեն հիասթափված։ Բայց կարող եմ իմ համարը թողնել ձեզ մոտ։ Ուզում եմ իմանալ, Անահիտը լավ է։ Արամը գրեց համարը, երբ Անին ոտքի կանգնեց գնալու, Անահիտը գրկեց նրան այնպիսի ուժով, որն անհամաչափ էր թվում այդ փոքրիկ մարմնի համար։ Շնորհակալ եմ, որ ուզում էիր ինձ օգնել այնտեղ, շշնջաց աղջիկը, Անին զգաց, որ արցունքները վերադառնում են։
Երբ նրանք մնացին մենակ, Արամն ու Անահիտը իրար նայեցին դատարկ փաթեթներով լի սեղանի վրայով։ Արթրի կենտրոնը շարունակում էր իր խելահեղ շարժումը նրանց շուրջ, բայց այնտեղ, այդ սեղանի շուրջ, կարծես լռության մի պղպջակ լիներ, որտեղ դժվար հարցերը պետք է պատասխանվեին։ Ես չգիտեմ, կարող եմ փոխել այն, ինչ դարձել եմ, վերջապես ասաց Արամը։ Բայց ես գիտեմ, որ չեմ ուզում, որ դու անցնես նույնի միջով, ինչ ես, դառնաս այն, ինչ ես եմ դարձել։ Դեռ չգիտեմ ինչպես եմ դա անելու, բայց կփորձեմ քեզ պաշտպանել այն ամենից, ինչ գալու է։ Անահիտը թեքեց գլուխը, հետաքրքրված։ Ինչից, որ գալու է։ Մարդկանցից, որոնք կուզենան քեզ օգտագործել, լավը երալու համար։ Մարդկանցից, որոնք կուզենան քեզ հետ նկարվել, լայքեր հավաքելու համար։ Ընկերություններից, որոնք կուզենան քեզ գովազդ դարձնել։ Նույն համակարգից, որը քեզ դուրս շպրտեց, կվերադառնա քեզ փնտրելու, միայն այն պատճառով, որ հիմա դու դիտումներ ես ապահովում։ Աղջիկը մի պահ մտածեց, հետո հարցրեց. Իսկ դու էլ ես ուզում ինձ օգտագործել։ Նրա անկեղծությունը դաժան էր անհրաժեշտ։ Արամը խորը շունչ քաշեց։ Ես չգիտեմ, Անահիտ։ Հուսով եմ, ոչ։ Բայց ինձ ամբողջ կյանքում սովորեցրել են, որ ամեն ինչ գործարք է, որ ամեն ինչ նպատակ ունի, որ բարությունը ներդրում է։ Այնպես որ ես չգիտեմ, կարող եմ քեզ օգնել, առանց դիմացը որևէ բան սպասելու։ Եվ դա ինձ վախեցնում է։ Անահիտը դանդաղ գլխով արեց, կարծես կյանքում առաջին անգամ ազնիվ մեծահասակի հետ գործ ունենար։ Գոնե դու ճշմարտությունն ես ասում։ Մեծահասակների մեծ մասը ստում է երեխաներին, կարծելով, թե մենք չենք նկատում։ Նրանք այնտեղ մնացին 2 ժամ, խոսելով միաժամանակ փոքր ու մեծ բաների մասին։ Անահիտը պատմեց մոր Լուսինեի մասին, որն աշխատում էր 3 տարբեր տեղ, այնուամենայնիվ հազիվ էր կարողանում վճարել այն սենյակի վարձը, որը կիսում էին վերանորոգված ընդհանուր բնակարանում։ Պատմեց հանրային դպրոցի մասին, որը հաճախում էր, երբ ստիպված չէր լինում բացակայել, մորն օգնելու համար։ Պատմեց իր սեփական մահճակալ ունենալու երազանքի մասին, մոր հետ չկիսելու, մի տեղ ունենալու, որտեղ կարողանար պահել իր նկարները, առանց դրանք ճմրթվելու։ Արամը լսում էր գիտակցում, թե ինչպես է կորցրել կապը մարդկանց մեծամասնության իրականության հետ։ Նա ապրում էր կենտրոնում 400 քառակուսի մետր բնակարանում, ուներ 3 մեքենա, ամեն ամիս մեկնում էր արտերկիր։ Եվ այնտեղ մի 9-ամյա աղջիկ էր, որի ամենամեծ երազանքը անհատական մահճակալ ունենալն էր։ Երբ Արամի հեռախոսը զանգեց 20-րդ անգամ, նա վերջապես պատասխանեց։ Դավիթն էր, նրա աջ ձեռքը հոլդինգում, գործառնությունների տնօրենը Վաղեմի ընկերը։ Նրա ձայնը լարված էր։ Արամ, դու պետք է վերադառնաս գրասենյակ։ Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ 3 հեռուստաալիք բացառիկ հարցազրույց է ուզում։ Խորհուրդը հավաքվել է, ուզում է հասկանալ, թե գրողը տանի, ինչ ես արել։ Նարինեն զանգել է այստեղ, ասելով, որ պետք է խոսի քեզ հետ։ Եվ մի տղա կա, իմիջի խորհրդատու Տիգրան Մելիքյան, որն արդեն առաջարկում է արշավի ճգնաժամային կառավարում անել։ Նա ուզում է սա վերածել երկարաժամկետ սոցիալական պատասխանատվության ակցիայի։ Արամը փակեց աչքերը, զգալով, թե ինչպես է կորպորատիվ մեքենան արդեն շարժվում, մարդկային պահը շուկայական հնարավորության վերածելու համար։ Ես սա մարքեթինգի չեմ վերածելու, Դավիթ։ Գծի մյուս կողմում նշանակալից դադար եղավ։ Արամ, դու գործարար ես։ Ամեն ինչ, ինչ դու անում ես, մարքեթինգ է, ուզես թե չուզես։ Հարցն այն է, դու ես վերահսկելու պատմությունը, թե թույլ կտաս, որ ուրիշները վերահսկեն քո փոխարեն։ Զրույցն ընդհատվեց մի կանացի ձայնով, որը կանչում էր։ Անահիտ։ Աղջիկը ցատկով ոտքի կանգնեց, վազեց դեպի մոտ 35 տարեկան, նիհար, խորը ստվերներով աչքերով դեռ մաքրուհու համազգեստով մի կնոջ։ Լուսինեն ամուր գրկեց դստերը, հետո նայեց Արամին շփոթության կասկածի խառնուրդով։ Դուք ո՞վ եք։ Ինչ է պատահել։ Անահիտը, լավ է։ Արամը ոտքի կանգնեց, հարգալից մեկնելով ձեռքը։ Իմ անունը Արամ Սարգսյան է։ Այսօր մի իրավիճակ տեղի ունեցավ ամանորյա արշավում, որը իմ ընկերությունն է հովանավորում։ Ձեր դստերը ոչ պատշաճ կերպով են վերաբերվել երրորդ կողմի աշխատակիցները, ես ուզում էի համոզվել, որ նա լավ է, մինչ դուք կգայիք։ Լուսինեն սեղմեց նրա ձեռքը, բայց դստերը բաց չթողեց։ Անահիտը, այժմ ավելի ոգորված, սկսեց պատմել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել, բառերը խառնվում էին իրար։
Մամ, ես նկարվեցի ձմեռ պապի հետ։ Եվ մի շատ չար մարդ կար, որ ինձ հանեց այնտեղից, բայց հետո Արամը հայտնվեց ու ասաց, որ կարող եմ մնալ, ու բոլորը ինձ հետ նկարվեցին, ու նա ինձ ուտելիք հյուրասիրեց, ու այնքան լավն էր, մամ։ Լուսինեն լսում էր գնալով ավելի փակ դեմքով։ Երբ Անահիտն ավարտեց, նա ուղիղ նայեց Արամին։ Իսկ դուք ինչ եք ուզում դրա դիմաց։ Հարցը կոշտ էր, կասկածամիտ, պաշտպանողական։ Արամը ճանաչեց այնտեղ նույն հարցը, որը տվել էր Անահիտը, միայն թե այն գալիս էր մեկից, ով արդեն ամենավատ ձով սովորել էր, որ կյանքում ոչինչ անվճար չի լինում, հատկապես, երբ գալիս է հարուստ մարդկանցից։ Ոչինչ, ասաց Արամը, հետո ուղեց։ Ոչ, դա սուտ է։ Ես չգիտեմ, ինչ եմ ուզում։ Ես գիտեմ, որ չեմ ուզում, որ ձեր դստերը շահագործեն այն կրկեսի համար, որի սա կվերածվի։ Ես գիտեմ, որ ուզում եմ ինչ-որ կերպ օգնել։ Բայց ես նա գիտեմ, որ ինձ ամբողջ կյանքում մարզել են ամեն ինչ բիզնեսի վերածելու, այնպես որ ես այս պահին նույնիսկ ինքս ինձ չեմ վստահում։ Նրա դաժան ազնվությունը կարծես մի փոքր զինաթափեց Լուսինեին։ Նա խորը հոգոց հանեց։ Տեսեք, պարոն Արամ, ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ դուք արեցիք իմ դստեր համար այսօր։ Բայց մենք արդեն շատ բաների միջով ենք անցել, արդեն վստահել ենք մարդկանց, որոնք խոստացել են օգնել, միայն ուզում էին ելալ։ Մենք գոյատում ենք մեր ձով, առանց ոչ ոքի պարտք մնալու։ Այնպես որ, ամբողջ հարգանքով, մենք կշարունակենք մեր ճանապարհով։ Արամը գլխով արեց, հարգելով նրա դիրքորոշումը։ Բայց նախքան նրանք կգնային, նա ասաց մի վերջին բան։ Ես հասկանում եմ ձեր անվստահությունը։ Բայց Անահիտին կփնտրեն առաջիկա օրերին։ Տեղի ունեցածի տեսանյութը վիրուսային է դառնում։ Կուզենան հարցազրույցներ, լուսանկարներ, կուզենան նրա պատմությունը թեմա դարձնել։ Եթե ձեզ որևէ պաշտպանություն պետք լինի, մեկը, որ ձեզ պաշտպանի այս հետապնդումից, ես դրա համար ռեսուրսներ ունեմ։ Լուսինեն նայեց դստերը, որը կարծես լիովին չէր հասկանում տղամարդու ասածի մասշտաբը, հետո նորից նրան։ Կտեսնենք։ Կարող եք ձեր կոնտակտը թողնել Անահիտի մոտ։ Արամը գրեց իր համարը անձեռոցիկի վրա տվեց աղջկան։ Ցանկացած բան, ցանկացած ժամի, կարող ես զանգել։ Եվ Անահիտ, ասաց նա, վերջին անգամ ծնկի իջնելով, դու պետք չէ ոչ ոքի ապացուցես, որ գոյություն ունես։ Դու գոյություն ունես, որովհետև դու այստեղ ես, որովհետև դու զգում ես, որովհետև դու երազանքներ ունես։ Եվ ոչ մի հիմար լուսանկարիչ չի կարող դա քեզնից խլել։ Անահիտը հանկարծ գրկեց նրան, մի արագ, բայց ուժգին գրկախառնություն, շշնջաց. Շնորհակալ եմ, որ ինձ տեսար։ Եվ մինչ մայր ու դուստր հեռանում էին արթրի կենտրոնի միջանցքով, անհետանալով տարեվերջյան սպառողական պարը շարունակող ամբոխի մեջ, Արամը մնաց այնտեղ կանգնած, զգալով մի պատասխանատվության ծանրություն, որը նա չէր խնդրել, բայց որն այժմ կրում էր։ Որովհետև այդ աղջիկը ճիշտ էր։ Նա դարձել էր ճիշտ այն, ինչը մի օր իրեն վիրավորել էր։ Եվ հիմա, երկար ժամանակ անց առաջին անգամ, նա հնարավորություն ուներ ընտրելու լինել տարբեր։ Հարցն այն էր, թե արդյոք նա դրա համար քաջություն ուներ։ Եվ արդյոք նրա շրջապատող աշխարհը դա թույլ կտար։ Արթրի կենտրոնի դեպքից հետո հաջորդ երկուշաբթի օրը Արամի հոլդինգի գրասենյակում իրարանցում էր։ 15-րդ հարկի նիստերի դահլիճը լեփ-լեցուն էր, մարքեթինգի տնօրեններ, իրավաբաններ, հասարակայնության հետ կապերի ամբողջ բաժինը, այս ամենի կենտրոնում Տիգրան Մելիքյանը, իմիջի խորհրդատուն, որն առաջարկել էր ճգնաժամը հնարավորության վերածել։ Տիգրանը 40 տարեկան տղամարդ էր, ժելով հարթեցրած մազերով, անթերի կոստյումով մի ժպիտով, որը խոստանում էր լուծումներ ցանկացած խնդրի համար, քանի դեռ չեկը բավականաչափ մեծ էր։ Արամ, սկսեց Տիգրանը, բացելով PowerPoint-ի շնորհանդեսը դահլիճի մեծ էկրանին, այն, ինչ տեղի ունեցավ արթրի կենտրոնում, անկասկած նուրբ պահ էր։ Բայց նրբությունը նա հնարավորությունը։ Դու մարդկայնացրիր ապրանքանիշը, ստեղծեցիր հուզական կապ, ապահովեցիր միլիոնավոր դիտումներ։ Հիմա մենք պետք է դա կապիտալիզացնենք ռազմավարական ձով։ Կապիտալիզացնենք, կրկնեց Արամը, ձայնը ցածր, բայց լցված ինչ-որ վտանգավոր բանով։ Դու ուզում ես կապիտալիզացնել մի երեխայի, որին նվաստացրել են, իսկ հետո օգնել։ Տիգրանը չկորցրեց ժպիտը։ Ոչ թե կոպիտ ձակերպումներով, իհարկե։ Բայց մտածիր ինձ հետ։ Մենք ստեղծում ենք երկարաժամկետ սոցիալական պատասխանատվության ակցիա։
Հովանավորում ենք աղջկա կրթությունը, ստեղծում ենք հիմնադրամ խոցելի իրավիճակում գտնվող երեխաների համար, անում ենք գովազդային արշավ, ցույց տալով, որ ձեր ընկերությունն իսկապես մտահոգված է ներառականությամբ։ Անահիտը դառնում է ապրանքանիշի մանկական դեսպան, հայտնվում է միջոցառումներում, գովազդներում, միշտ վերահսկողության տակ օրինականության սահմաններում, իհարկե։ Նրա մայրը մշտական աշխատանք է ստանում հոլդինգում, մենք նրանց հանում ենք այդ անապահով իրավիճակից, բոլորը շահում են։ Իսկ ինչ է շահում Անահիտը, բացի մեր քարոզչության խամաճիկ դառնալուց, հարցրեց Արամը, նրա տոնը ստիպեց որոշ տնօրենների անհարմար շարժվել աթոռներին։ Տիգրանն ուղղեց փողկապը, ակնհայտորեն դիմադրություն չսպասելով։ Նա ավելի լավ կյանք է շահում, Արամ։ Կրթություն, առողջապահություն, հնարավորություններ, որոնք նա երբեք միայնակ չէր ունենա։ Եվ այո, դրա դիմաց նա իր իմիջը տրամադրում է մի գործի, որը կօգնի նա այլ երեխաների։ Դա փոխշահավետ հարաբերություն է։ Դավիթը, գործառնությունների տնօրենը, առաջ թեքվեց։ Արամ, ես հասկանում եմ քո մտահոգությունը, բայց Տիգրանը ճիշտ է։ Պատմությունն արդեն վիրուսային է դարձել։ Եթե մենք չվերահսկենք պատմությունը, ուրիշները դա կանեն։ Արդեն ինֆլուենսերներ կան, որոնք ուզում են հարցազրույց անել աղջկա հետ, հեռուստաալիքներ փող են առաջարկում բացառիկության համար։ Եթե մենք լուրջ առաջարկով հանդես չգանք, նրանք կխժռեն մեզնից շատ ավելի վատ մարդիկ։ Արամը նայեց սեղանի շուրջ, տեսնելով թանկարժեք ղեկավարների, որոնք իրենց ողջ կարիերան անցկացրել էին, սովորելով հուզմունքը շահույթի վերածել, բարությունը մարքեթինգի, մարդկայնությունը ՔՓԻ-ի։ Եվ նա նրանցից մեկն էր եղել, նրանցից ոմանց սովորեցրել էր, կառուցել էր այդ կայսրությունը հենց այդ տրամաբանության վրա։ Բայց հիմա, նստած այդ օթորակվող սենյակում, Արարատի տեսարանով, ամեն ինչ հիվանդագին էր թվում։ Ես կմտածեմ, վերջապես ասաց նա։ Բայց ոչ ոք չի կապվում Անահիտի կամ նրա մոր հետ, առանց նախ ինձ հետ խոսելու։ Ոչ ոք։ Տիգրանը բացեց բերանը, վիճելու, բայց Արամն արդեն ոտքի էր կանգնում, միակողմանիորեն ավարտելով հանդիպումը։ Սենյակից դուրս գալիս նա լսեց շշուկները, գիտեր, որ կասկածում են, արդյոք նա թուլանում է, արդյոք կորցնում է կոմերցիոն բնազդը, արդյոք թույլ է տալիս, որ հուզմունքը խանգարի բիզնեսին։ Վերելակում, մենակ, Արամը գլուխը հենեց հայելապատ պատին, փակեց աչքերը։ Հեռախոսը թրթռաց։ Հաղորդագրություն Նարինեից։ Պետք է խոսենք։ Արտրի կենտրոնում տեղի ունեցածի մասին է։ Բաներ կան, որ դու պետք է իմանաս այն ամանորի մասին, որը քեզ փոխեց։ Նա անտեսեց հաղորդագրությունը, բայց անհանգստությունը մնաց։ Նարինեն գիտեր նրա մասին պատմություններ, որոնք ոչ ոք չգիտեր, գաղտնիքներ մի անցյալից, որը նա այնքան շատ անգամ էր վերագրել, որ այլս չգիտեր, թե որն է իրական տարբերակը։ Եվ հիմա նա վերադառնում էր, ինչպես ուրվականները միշտ վերադառնում են, երբ մենք ամենակիչն ենք ուզում։ Մինույն ժամանակ Շենկավիթի ընդհանուր բնակարանի 6 քառակուսի մետրանոց սենյակում Լուսինեն նայում էր հարանից վերցրած հեռախոսին 10-րդ անգամ կարդում էր հաղորդագրությունները, որոնք սկսել էին գալ։ Լրագրողներ, որոնք հարցազրույց էին ուզում, մարդիկ, որոնք փող էին առաջարկում բացառիկ լուսանկարների համար, ապրանքանիշեր, որոնք ուզում էին հովանավորել Անահիտին միջոցառումներում հայտնվելու դիմաց։ Եվ այս ամենի մեջ մի հաղորդագրություն, որը նրան հատկապես կասկածելի էր թվում։ Մի կնոջից, որը ներկայանում էր որպես Արտրի կենտրոնի սոցիալական աշխատող, խնդրում էր տնային այց կատարել երեխայի բարեկեցությունն ապահովելու համար։ Անահիտը, նստած մոր հետ կիսվող մահճակալին, նկարում էր հին տետրում, անտեղյակ իր շուրջ ձավորվող փոթորկից։ Նա փակցրել էր ամանորյա արշավի լուսանկարը պատին, հենց մահճակալի կողքին, նայում էր դրան ամեն անգամ արթնանալիս, ինչպես մեկը կնայեր պաշտպանիչ հմայելի։ Մամ, հարցրեց նա, առանց աչքերը նկարից կտրելու, ինչու այն հարուստ մարդն այդքան լավն էր ինձ հետ։ Լուսինեն անջատեց հեռախոսը, գնաց նստեց դստեր կողքին։ Չգիտեմ, աղջիկս։ Երբեմն մարդիկ լավ բաներ են անում լավ պատճառներով։ Երբեմն անում են պատճառներով, որոնք մենք դեռ չենք հասկանում։ Բայց դու կարծում ես, որ նա անկեղծ էր, հարցրեց Անահիտը, հարցն ուներ մի կշիռ, որը գերազանցում էր նրա տարիքը։ Լուսինեն գրկեց դստերը։ Ես կարծում եմ, որ նա անկեղծ էր այդ պահին։ Բայց մենք չենք կարող վստահել, որ ամեն պահ այդպիսին կլինի։ Մենք կարող ենք վստահել միայն մեզ երկուսիս, հասկացա՞ր։ Անահիտը գլխով արեց, բայց շարունակեց նայել պատի լուսանկարին։ Դրանում ինչ-որ բան կար, այն ձում, որով Արամը ծնկի էր իջել իր բարձրությանը, այն ձում, որով նա նայել էր իրեն, կարծես ինքը կարող լիներ, որը ստիպում էր իրեն հավատալ, որ մեծահասակները կարող են վստահելի լինել։
Բայց նա չափազանց վաղ էր սովորել, որ հույսը կարող է վտանգավոր լինել։ Երեքշաբթի առավոտյան Արամը զանգ ստացավ անհայտ համարից։ Լուսինեն էր։ Պարոն Արամ, ներողություն, որ զանգում եմ ձեր անձնական հեռախոսին, բայց շատ մարդիկ են փորձում մեզ հետ խոսել։ Մի կին ասում է, որ սոցիալական աշխատող է պետք է այցելի մեզ, որովհետև թերթում գրել են, որ Անահիտը ռիսկային իրավիճակում գտնվող երեխա է։ Ես չգիտեմ, ինչ անել։ Արամը զգաց, թե ինչպես զայրույթը բարձրացավ։ Ոչ ոքի չպատասխանեք։ Ինձ տվեք սոցիալական աշխատողի տվյալները, ես կստուգեմ, նա օրինական է, թես մեկն է, որ ուզում է շահագործել իրավիճակը։ Եվ մի բան ասեք։ Ձեզ շտապ ինչ-որ բան պետք է։ Որ է ուշացած հաշիվ, որ է խնդիր, որը ես կարող եմ լուծել, առանց սա կրկեսի վերածելու։ Լուսինեն մի պահ լռեց, Արամը գրեթե կարող էր զգալ նրա ներքին կոնֆլիկտը, պայքարը հպարտության կարիքի մեջ։ Մենք վարձի ուշացում ունենք, վերջապես ասաց նա, ձայնը ցածր։ 2 ամիս։ Տանտերը սպառնում է մեզ մինչ ամանոր դուրս անել։ Որքան, հարցրեց Արամը, արդեն բացելով բանկի հավելվածը։ Ամիսը 50,000 դրամ, պատասխանեց նա, Արամը ստիպված էր զսպել արձագանքը, որովհետև 100,000 դրամն ավելի քիչ էր, քան նա ծախսում էր գործնական ճաշի վրա, իսկ այդ երկու կանանց համար դա տարբերությունն էր, գլխավերում տանիք ունենալու չունենալու մեջ։ Ես դա այսօր կլուծեմ, ասաց նա։ Բայց մի պայմանով։ Դուք ընդունում եք, որ ես իրավաբան վարձեմ, ձեզ պաշտպանելու այն հետապնդումից, որը գալիս է։ Դա ձեզ վերահսկելու համար չէ, այլ ձեզ չարամիտ մարդկանցից պաշտպանելու համար։ Լուսինեն տատանվեց, հետո հոգնած հոգոցով ընդունեց։ Լավ։ Բայց ես հետ կվճարեմ, լսեցիք։ Կարող է քիչ, բայց կվճարեմ։ Գիտեմ, որ կվճարեք, ասաց Արամը, տարիների ընթացքում առաջին անգամ նա ֆինանսական գործարք կատարեց, առանց շահույթի տեսքով եկամուտ սպասելու։ Մինչ լուծում էր վարձի հարցը, Արամը մեկ այլ զանգ ստացավ։ Նարինեն։ Նա տատանվեց, բայց պատասխանեց։ Ինչ ես ուզում։ Նրա ձայնը մեղմ դուրս եկավ, առանց այն մեղադրական տոնի, որը նա սպասում էր։ Ես տեսա տեսանյութը, Արամ։ Տեսա քեզ այդ աղջկա հետ։ Եվ ես ճանաչեցի։ Ճանաչեցի այն տղային, որը դու էիր, նախքան կորոշեիր, որ զգացմունքները թուլություն են։ Ես այս խոսակցության համար ժամանակ չունեմ, Նարինե։ Դու պետք է ունենաս, պնդեց նա։ Որովհետև մի կին փորձում է ինձ պատմություն վաճառել քո այն ամանորի մասին, որը քեզ փոխեց։ Մի Ռուզաննա անունով, արշավի համակարգողը։ Նա զայրացած է, որովհետև դու նրան հրապարակավ նվաստացրել ես, փորձում է նյութեր հավաքել քո իմիջը կեղտոտելու, այնպես ներկայացնելու, որ դու աղջկան օգնել ես միայն մարքեթինգի համար։ Եվ նա բաներ է պարզել, Արամ։ Հին բաներ։ Նրա արյունը սառեց։ Ռուզաննան հասանելիություն ուներ հոլդինգի արխիվներին, բավական երկար էր աշխատել ընկերությունում, որպեսզի իմանար պատմություններ, պայմանագրեր, կորպորատիվ գաղտնիքներ։ Եթե նա պատրաստ էր օգտագործել ներքին տեղեկատվությունը վրեժ լուծելու համար, իրավիճակը կարող էր շատ տգեղ դառնալ։ Ինչ գիտի նա, հարցրեց Արամը, ձայնը լարված։ Նա գիտի, որ դու ճիշտ այն չես, ինչ ծածնում ես։ Որ ինքնուրույն հաջողության հասած մարդու պատմությունը, որը դու վաճառում ես, որոշ բացեր ունի։ Եվ նա պատրաստ է ամեն ինչ պատմել, եթե դու միջոց չգտնես նրա իմիջը վերականգնելու։ Արամն անջատեց անմիջապես զանգեց իրավաբանական բաժին։ Բայց նախքան կհասցներ հրահանգներ տալ, նրա հեռախոսը նորից զանգեց։ Դա մի համար էր, որը նա ճանաչեց։ Լուսինեի, բայց խոսողը Անահիտն էր, ձայնը հուզված։ Արամ։ Մի շարք մարդիկ կան մեր տան դռան մոտ։ Տեսախցիկներ կան, մարդիկ կան, որոնք բղավում են մայրիկիս անունը, մայրս լաց է լինում, ու ես վախենում եմ։ Արամը զգաց, թե ինչպես կուրծքը սեղմվեց։ Անահիտ, լսիր։ Փակիր դուռը, ոչ ոքի համար չբացես։ Ես հիմա գալիս եմ այնտեղ։ Դիմացիր, ես դա կլուծեմ։ Նա վերցրեց մեքենայի բանալիները վազելով դուրս եկավ գրասենյակից, անտեսելով Դավիթին, որը փորձում էր կանգնեցնել նրան միջանցքում։ Երանի քաոսային երթեկության մեջ Արամը հայհոյում էր յուրաքանչյուր կարմիր լույս, յուրաքանչյուր ավտոբուս, որը փակում էր գիծը, յուրաքանչյուր րոպե, որն անցնում էր, իմանալով, որ Անահիտը վախենում է։ Երբ հասավ ընդհանուր բնակարան, տեսարանը ճիշտ այն քաոսն էր, որը նա պատկերացնում էր։
3 տարբեր հեռուստաընկերությունների ֆուրգոններ, լուսանկարիչներ, բարձրախոսներով լրագրողներ, բջջայիններով նկարահանող հետաքրքրասերներ։ Նա ճանապարհ բացեց մի իշխանությամբ, որը ստիպեց ամբոխին հետ քաշվել, բարձրացավ նեղ աստիճաններով երկրորդ հարկ, թակեց դուռը։ Լուսինե, Անահիտ, ես եմ, Արամը։ Դուռը մի փոքր բացվեց, երբ նա ներս մտավ, տեսավ Լուսինեին կարմրած աչքերով Անահիտին, մի անկյունում կծկված, բարձը գրկած։ Արամը ծնկի իջավ աղջկա առաջ։ Նայիր ինձ։ Դու ապահով ես։ Ես թույլ չեմ տա, որ որե մեկը քեզ վնասի։ Անահիտը նայեց նրան վախով լի այդ հսկայական աչքերով։ Ինչու են նրանք այդքան ուզում մեզ հետ խոսել։ Մենք ոչ մի վատ բան չենք արել։ Որովհետև դու շոշափեցիր շատ մարդկանց սրտերը, զգուշորեն բացատրեց նա։ Բայց մարդիկ կան, որոնք ուզում են քեզ թերթի պատմություն, վերնագիր, քլիկ դարձնել։ Եվ ես դա թույլ չեմ տա։ Արամը հանեց հեռախոսը զանգեց։ Դավիթ, ինձ հիմա անձնական անվտանգություն է պետք։ Հասցեն Շիրակի փողոց 12 համարն է, Շենգավիթ։ Եվ ինձ բնակարան է պետք, կահավորված, վարձակալված հոլդինգի անունով, 24-ժամյա պահակակետով շենքում։ Այսօրվա համար։ Մյուս կողմից Դավիթը փորձեց վիճել ընթացակարգերի, հաստատումների մասին, բայց Արամը կտրեց։ Ես չեմ հարցնում, ես հրամայում եմ։ Արա, որ դա տեղի ունենա։ Լուսինեն, որը լսել էր ամեն ինչ, մոտեցավ։ Պարոն Արամ, մենք չենք կարող ձեր բնակարանն ընդունել։ Սա արդեն չափազանց մեծ կախվածություն է դառնում։ Իմը չէ, ասաց Արամը, ուղիղ նայելով նրան։ Ընկերությանն է։ Եվ դա նվեր չէ, այլ պաշտպանություն։ Դուք տեսաք, թե ինչ է կատարվում այստեղ։ Դուք չեք կարող խաղաղ ապրել այս վայրում։ Նոր բնակարանում դուք կունենաք պահակակետ, անվտանգություն, գաղտնիություն։ Եվ երբ այս խելագարությունն անցնի, եթե ուզենաք վերադառնալ այստեղ, կարող եք վերադառնալ։ Բայց գոնե առայժմ թույլ տվեք ապահովել, որ դուք ապահով լինեք։ Անահիտը քաշեց մոր ձեռքը։ Մամ, խնդրում եմ։ Ես այնքան եմ վախենում այնտեղի մարդկանցից։ Եվ հենց դա, դստեր ձայնի վախը, կոտրեց Լուսինեի վերջին դիմադրությունը։ Նա գլխով արեց, արցունքները վերջապես ազատ հոսեցին։ Նույն օրը Դավիթի շտապ ուղարկած անձնական անվտանգության աշխատակիցների օգնությամբ Արամին հաջողվեց Լուսինեին Անահիտին դուրս բերել ընդհանուր բնակարանից, առանց մամուլի կողմից օգտակար կադրեր ստանալու։ Ժամանակավոր բնակարանը արաբկիրի համեստ շենքերից մեկում էր, 2 պարզ, բայց մաքուր սենյակներով, հիմնական կահույքով քաղաքի տեսարանով, փոքրիկ պատշգամբով։ Երբ Անահիտը տեսավ, որ իր սեփական մահճակալն է ունենալու, նա նայեց մորը մի փայլով աչքերում, որն ավելի թանկ էր, քան ցանկացած միլիոնանոց պայմանագիր, որը Արամը երբեք ընկել էր։ Աղջիկը վազեց նետվեց մահճակալի վրա, օրերի ընթացքում առաջին անգամ ծիծաղելով, Լուսինեն վերջապես թույլ տվեց, որ ժպիտը հայտնվի հոգնած դեմքին։ Արամը դուրս էր գալիս, նրանց երկուսին գաղտնիություն տալով տեղավորվելու համար, երբ Անահիտը վազեց գրկեց նրա ոտքերը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ ինձ տեսար։ Շնորհակալ եմ, որ չմոռացար։ Նա կռացավ նայեց նրան։ Ես երբեք չեմ մոռանա, Անահիտ։ Բայց ես պետք է, որ դու մի բան հասկանաս։ Դրսի աշխարհը կուզենա քեզ օգտագործել։ Կուզենան քո պատմությունը արտադրանքի վերածել։ Եվ որոշ մարդիկ դա կանեն, ծածնելով, թե քեզ օգնելու համար են։ Դու պետք է ինձ խոստանաս, որ եթե որե մեկը քեզ որե բան առաջարկի, ցանկացած առաջարկ, դու նախ ինձ կասես։ Կարող ես։ Անահիտը լուրջ գլխով արեց։ Կարող եմ։ Բայց դու էլ պետք է ինձ մի բան խոստանաս։ Ինչ, հարցրեց Արամը։ Որ դու էլ ինձ չես օգտագործի։ Որ եթե ես քեզ համար ձանձրալի դառնամ, եթե ես այլս պետք չկամ նրան, ինչ քեզ պետք է, դու ինձ ճշմարտությունը կասես, ոչ թե պարզապես կանհետանաս։ Նրա անմիջական ազնվությունը խորը կտրեց։ Արամը բռնեց նրա փոքրիկ ձեռքը իր ձեռքերի մեջ։ Ես խոստանում եմ։ Եվ եթե ես խախտեմ այդ խոստումը, դու լիովին իրավունք ունես ինձ ատելու։ Անահիտը երկար պահ ուսումնասիրեց նրա դեմքը։ Ես քեզ չեմ ատի, բայց շատ կտխրեմ։ Եվ կարծում եմ, դու էլ։ Երբ Արամը դուրս եկավ շենքից, գտավ Նարինեին, որը սպասում էր, հենված իր մեքենային։
Նա ավելի նիհար էր, մազերն ավելի կարճ, բայց դեռ ուներ այն նայելու ձը, որը տեսնում էր նրա կրած դիմակների միջով։ Դու իսկապես մտահոգված ես նրանով, ասաց Նարինեն, դա հարց չէր։ Դա բեմականացում չէ։ Դու իսկապես զգում ես։ Արամը բացեց մեքենայի դուռը, չափազանց հոգնած հին վեճերի համար։ Եվ դա քեզ զարմացնում է։ Հուզում է, ուղեց նա։ Որովհետև ես 8 տարի փորձեցի ստիպել քեզ ինչ-որ անկեղծ բան զգալ մեկ այլ մարդու նկատմամբ, դա հաջողվեց 9-ամյա աղջկան 1 օրում։ Ինչ ես ուզում, Նարինե։ Նա հոգոց հանեց։ Օգնել քեզ։ Որովհետև Ռուզաննան մենակ չէ իր վրեժխնդրության մեջ։ Նա ուժերը միացրել է լուսանկարչի հետ, նրա, ում դու նվաստացրիր։ Նրանք մի պատմություն են հորինում, թե դու աղջկան օգնում ես միայն ընկերության իմիջը մաքրելու համար, տարիներ շարունակ երրորդ կողմի աշխատակիցներին շահագործելուց հետո։ Եվ նրանք ապացույցներ ունեն, Արամ։ Պայմանագրեր, հին բողոքներ, որոնք լռեցվել են, ամեն ինչ։ Արամը հենվեց մեքենային, զգալով անցյալի որոշումների ծանրությունը, որոնք վերադառնում էին հաշիվ պահանջելու։ Իսկ դու… Ինչու ես ինձ սա պատմում։ Որովհետև անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել մեր մեջ, ես տեսա, որ դու այսօր փորձում ես ավելի լավ մարդ լինել։ Տեսա, որ դու երեխայի բարեկեցությունը վեր դասեցիր քո կայսրությունից։ Եվ դա արժանի է պաշտպանության, ոչ թե ոչնչացման, դառնացած մարդկանց կողմից։ Նրանք մի պահ լուռ մնացին, հետո Արամը հարցրեց մի բան, որը պետք է իմանար։ Այն ամանորը, որը դու նշեցիր։ Ինչ ես պարզել։ Նարինեն նայեց նրան հին տխրությամբ։ Որ դու ոչ միայն նվաստացվել ես այդ գիշեր։ Որ քեզ սովորեցրել են մարդիկ, որոնք պետք է քեզ պաշտպանեին, որ զգացմունքները վտանգավոր թակարդներ են։ Եվ որ դու դա այնքան լուրջ ես ընդունել, որ մի ամբողջ կյանք ես կառուցել այդ ստի վրա։ Արամը նստեց մեքենան, առանց պատասխանելու, բայց նրա խոսքերն արձագանքում էին ամբողջ ճանապարհին դեպի գրասենյակ։ Եվ երբ նա հասավ այնտեղ, գտավ Տիգրան Մելիքյանին, որը սպասում էր նոր, ավելի ագրեսիվ, ավելի ներխուժող առաջարկով, խոստանալով Անահիտին ազգային հաղթահարման խորհրդանիշ դարձնել, եթե Արամը պարզապես ստորագրեր ճիշտ պայմանագրերը։ Եվ կյանքում առաջին անգամ Արամ Սարգսյանը ոչը ասաց փողին, ոչը ասաց հնարավորությանը, ոչը ասաց աճին։ Ոչը ասաց, որովհետև խոստացել էր մի աղջկա, որ չի օգտագործի նրան։ Եվ խոստումները, նա սովորում էր, ավելի արժեքավոր էին, քան պայմանագրերը։ Բայց այդ խոստումը պահելու գինը նոր էր սկսում բացահայտվել։ Որովհետև Ռուզաննան լուսանկարիչը բլեֆ չէին անում։ Ապացույցները կազմակերպվում էին, լրագրողներին կերակրում էին վարկաբեկող տեղեկություններով, մի փոթորիկ էր ձավորվում, որը պետք է ստուգեր, արդյոք Արամն իսկապես փոխվել է, թե այն պահը արտրի կենտրոնում պարզապես մեկ բարդ դիմակ էր։ Եվ Անահիտը, քնած առաջին անգամ իր սեփական մահճակալում, երազում էր ամանորյա լուսանկարների խոստումները պահող մեծահասակների մասին, դեռ չիմանալով, որ երբեմն ամենագեղեցիկ պատմություններն այն պատմություններն են, որոնք ամենաթանկն են արժենում իրական դառնալու համար։ Եթե դուք լինեիք Արամի տեղում, կօգնեիք Անահիտին, նույնիսկ իմանալով, որ դա կարող է ոչնչացնել այն ամենը, ինչ կառուցել եք ձեր կյանքում, թե կպաշտպանեիք ձեր կայսրությունը, կհեռանայիք աղջկանից, քանի դեռ ուշ չէ։ Գրեք մեզ մեկնաբանություններում։ Ռումբը պայթեց հինգշաբթի առավոտյան, ամանորից ուղիղ 1 շաբաթ առաջ։ Մի լրատվական պորտալ հրապարակեց ծավալուն հոդված «Քավության գինը»։ Ինչպես հերոս դարձած միլիոնատերն իր կայսրությունը կառուցեց նրանց հաշվին, ում իբր պաշտպանում էր վերնագրով։ Հոդվածը ստորագրված էր 3 լրագրողի կողմից, պարունակում էր փաստաթղթեր, հին պայմանագրեր, Արամի հոլդինգի արշավներում աշխատած նախկին երրորդ կողմի աշխատակիցների վկայություններ։ Կային պատմություններ հյուծիչ աշխատանքային օրերի, ուշացած վճարումների, չարաշահող նպատակների, համակարգողների կողմից նվաստացվող աշխատակիցների մասին, որոնք կիրառում էին ճիշտ այնպիսի վերաբերմունք, ինչպիսին ստացել էր Անահիտը, միայն թե ամեն օր տեսախցիկներից հեռու։ Հոդվածը ենթադրում էր, որ Արամի ժեստը արտրի կենտրոնում հաշվարկված էր, մարքեթինգային քայլ, ուշադրությունը կասկածելի աշխատանքային պրակտիկաներից շեղելու համար։ Ռուզաննան հայտնվում էր որպես աղբյուր, ինչպես լուսանկարիչը, երկուսն էլ ներկայացված որպես դաժան համակարգի զոհեր, որը ղեկավարում էր մի մարդ, որը բարություն էր ծածնում, երբ դա հարմար էր։ Արամը կարդաց հոդվածը գրասենյակում, Դավիթի կողքին, երկուսն էլ գերեզմանային լռության մեջ։ Հեռախոսը չէր դադարում զանգել։ Իրավաբանական բաժինը ուզում էր դատի տալ զրպարտության համար։ Մարքեթինգը ուզում էր պարզաբանող հայտարարություն տարածել։
Վարչական խորհուրդը արտակարգ նիստ էր հրավիրել։ Եվ Տիգրան Մելիքյանը, իմիջի խորհրդատուն, բառացիորեն սենյակի դռան մոտ էր, ասելով, որ հիմա առավել քան երբեք կարող է Անահիտին ապրանքանիշի պաշտոնական դեսպան դարձնել, ապացուցելու համար, որ սոցիալական պարտավորությունը իրական է տական։ Դավիթն առաջինը խոսեց. «Լուրջ է, Արամ։ Շատ լուրջ։ Այնտեղ բաներ կան, որոնք ճիշտ են, դու դա գիտես։ Մենք միշտ իմացել ենք, որ որոշ երրորդ կողմի ընկերություններ աշխատակիցներին սահմանից այն կողմ են մղում։ Մենք աչք ենք փակել, որովհետև արդյունքները երում էին։ Եվ հիմա դա վերադարձել է մեզ գծելու»։ Արամը աչքերը չկտրեց համակարգչի էկրանից։ «Քանի՞։ Աշխատակցի են վերաբերվել այնպես, ինչպես Անահիտին, մինչ մենք կողքի էինք նայում»։ Դավիթը տատանվեց։ «Ես այդ թիվը չունեմ։ Բայց հավանաբար շատերին»։ Պատասխանը ազնիվ էր ցավոտ։ Արամը փակեց նոթբուքը, նայեց պատուհանից, տեսնելով Երանը, որը բաբախում էր ներքում, անտարբեր վերից նայողների անձնական ճգնաժամերին։ «Ուրեմն մենք իսկապես դարձել ենք այն, ինչը մի օր մեզ վիրավորել է։ Մենք կայսրություն ենք կառուցել նույն նվաստացման վրա, որը ես եմ կրել»։ Դավիթը հոգոց հանեց։ «Ինչ ես ուզում անել»։ Արամը ոտքի կանգնեց, վերցրեց պաճկոնը։ «Գնում եմ խոսելու Անահիտի հետ։ Նա արժանի է իմանալ ճշմարտությունը, նախքան թերթերում կարդալը»։ «Դու խելագարվել ես», գրեթե բղավեց Դավիթը։ «Դու պատրաստվում ես մի երեխայի պատմել, որ դու ճիշտ այն տեսակի գործարար ես, որը թույլ է տալիս, որ իր նման մարդկանց շահագործեն։ Դա կոչնչացնի ձեր հարաբերությունները»։ Արամը նայեց ընկերոջը մի հանգստությամբ, որը վախեցնում էր։ «Ուրեմն թող ոչնչացնի։ Բայց գոնե դա կլինի ազնվությամբ։ Ես նրան խոստացել եմ, որ չեմ ստի։ Եվ ես մտադիր եմ կատարել դա»։ Երբ հասավ Արաբկիրի բնակարան, Արամը գտավ Լուսինեին, որը կարդում էր հոդվածը հարանից վերցրած հեռախոսով, դեմքը գունատ։ Անահիտը պատշգամբում էր, նկարում էր, դեռ պաշտպանված փոթորկից իր սեփական անմեղությամբ։ «Դուք տեսաք», ասաց Լուսինեն, դա հարց չէր։ Նրա ձայնը տարբեր էր, ավելի կոշտ, ավելի հիասթափված, քան զայրացած։ Արամը գլխով արեց։ «Դրա համար եմ եկել։ Պետք է խոսեմ ձեզ երկուսիդ հետ։ Ազնվորեն»։ Լուսինեն կանչեց Անահիտին, որը պատշգամբից ներս մտավ, նկարների տետրը ձեռքին։ Նրանք երեքով նստեցին փոքրիկ խոհանոցի սեղանի շուրջ, Արամը սկսեց սկզբից, առանց զարդարանքների, առանց էժանագին արդարացումների։ «Այսօր հրապարակված հոդվածում շատ ճշմարիտ բաներ կան։ Ես իմ ընկերությունը կառուցել եմ, վարձելով այլ ընկերություններ, կեղտոտ գործն անելու համար։ Այդ ընկերությունները իրենց հերթին աշխատակիցներին վերաբերվել են նույն ձով, ինչպես քեզ, Անահիտ։ Եվ ես գիտեի։ Ոչ թե մանրամասներով, ոչ թե անուններով ու դեմքերով, բայց ես գիտեի, որ այն համակարգը, որը ես պահպանում էի, թույլ էր տալիս, որ վատ բաներ տեղի ունենան։ Եվ ես չփոխեցի, որովհետև այդպես ավելի շահութաբեր էր»։ Անահիտը ուշադիր լսում էր, մեծ աչքերը փորձում էին մարսել իր տարիքի համար չափազանց ծանր տեղեկատվությունը։ «Ուրեմն դու թույլ էիր տալիս, որ մարդիկ չար լինեն, որովհետև դա փող էր բերում», հարցրեց նա, հարցի պարզությունը կործանարար էր։ «Այո», հաստատեց Արամը։ «Ես թույլ էի տալիս։ Ես նվաստացնողը չէի, բայց ես էի նա, ով թույլ էր տալիս, որ նվաստացումը տեղի ունենա։ Եվ երբ ես քեզ տեսա այն արտրի կենտրոնում այդպես վերաբերվելիս, կարծես վերջապես տեսավ, թե ինչ եմ դարձել»։ Լուսինեն պաշտպանողաբար սեղմեց դստեր ձեռքը։ «Իսկ ինչ եք ակնկալում, որ մենք անենք այս տեղեկատվությամբ։ Որ մենք ձեզ ներենք շարունակենք ընդունել ձեր օգնությունը։ Որ մենք դառնանք ձեր սրտի փոփոխության քարոզչությունը»։ Արամը գլուխը թափ տվեց։ «Ոչ։ Ես ակնկալում եմ, որ դուք որոշեք, դեռ ուզում եք իմ օգնությունը, թե նախընտրում եք, որ ես հեռանամ։ Եվ ինչ որոշում էլ լինի, ես կհարգեմ։ Բայց ես պետք է, որ դու իմանաս, Անահիտ, որ եթե դու որոշես, որ այլս չես ուզում ինձ տեսնել, ես կհասկանամ։ Դու լիովին իրավունք ունես ինձ չվստահելու»։ Անահիտը երկար պահ լուռ մնաց, նայելով իր ձեռքերին, հետո մորը, հետո նորից Արամին։ «Դու ասացիր, որ ինձ չես օգտագործի։ Ասացիր, որ ճշմարիտ կլինես։ Եվ հիմա դու այստեղ ես, ինձ վատ բաներ ես պատմում քո մասին, նույնիսկ իմանալով, որ ես կարող եմ այլս քեզ չսիրել դրա պատճառով։ Դա օգտագործելու նման չէ։
Դա նման է նրան, ինչ դու խոստացար ճշմարտությանը։ Նրա պատասխանը խորը շոշափեց Արամին։ Բայց Լուսինեն համոզված չէր։ Անահիտ, աղջիկս, դու երեխա ես։ Դու պետք չէ սա միայնակ որոշես։ Իսկ դուք, պարոն Արամ, նույնիսկ հիմա ճշմարտությունը պատմելով չեք փոխում այն փաստը, որ դուք տարիներ շարունակ շահույթ եք ստացել ինձ նման մարդկանց տառապանքից։ Ես աշխատել եմ այդ երրորդ կողմի ընկերություններում։ Ինձ աղբի պես են վերաբերվել մարդիկ, որոնք 10 անգամ ավելի շատ աշխատավարձ ունեն, քան ես։ Եվ պարզել, որ դուք այս ամենի ղեկավարն եք, ինձ ստիպում է ամեն ինչ կասկածի տակ դնել։ Արամը գլխով արեց։ Դուք ճիշտ եք։ Եվ ես չեմ կարող փոխել անցյալը։ Բայց ես կարող եմ փոխել ներկան։ Կարող եմ սկսել հոլդինգի յուրաքանչյուր պայմանագրի աուդիտից, վերանայել աշխատանքային պայմանները, խզել պայմանագրերն այն ընկերությունների հետ, որոնք չեն հարգում աշխատակիցներին, ստեղծել իրական բողոքների ուղիներ։ Ոչ թե որովհետև դա լավ է մարքեթինգի համար, այլ որովհետև դա նվազագույնն է, ինչ պետք է անի արժանապատիվ մարդը։ Իսկ Անահիտը, ճնշեց Լուսինեն։ Ինչպես եք երաշխավորելու, որ նա չի դառնա ձեր քավության գավաթը։ Ես չեմ երաշխավորում, խոստովանեց Արամը։ Որովհետև ես դեռ սովորում եմ տարբեր լինել։ Բայց ես կարող եմ խոստանալ, որ յուրաքանչյուր որոշում, որը ես կկայացնեմ նրա հետ կապված, դուք նախապես կիմանաք։ Կկարողանաք վետո դնել։ Ձայն կունենաք։ Եվ եթե որևէ պահի զգաք, որ ես նրան օգտագործում եմ, դուք ինձ դուրս կանեք ձեր կյանքից, ես կընդունեմ։ Անահիտը, որը լուռ կլանում էր խոսակցությունը, վերջապես հարցրեց. Կարող ես ինձ մի բան խոստանալ։ Ինչ, հարցրեց Արամը։ Որ դու նույն բանը կանես, ինչ արեցիր ինձ հետ, այլ մարդկանց համար։ Որ դու կտեսնես նրանց նույն ձով, ինչպես ինձ տեսար։ Որովհետև եթե դու փոխվել ես միայն ինձ համար, ուրեմն ես շատ եմ առանձնահատուկ, իսկ մյուս մարդիկ՝ ոչ, ու դա ճիշտ չէ։ Նրա իմաստությունը, որը գալիս էր անկեղծ ցավի, բայց նա անկեղծ հույսի մի վայրից, կոտրեց Արամի վերջին պաշտպանական պատերը։ Նա զգաց, որ արցունքները սկսում են հավաքվել, մի բան, որը տարիներ շարունակ տեղի չէր ունեցել։ Ես խոստանում եմ, Անահիտ։ Կփորձեմ բոլորին տեսնել։ Չգիտեմ, միշտ կստացվի, բայց կփորձեմ ամեն օր։ Լուսինեն նայեց դստերը, հետո Արամին, հետո կայացրեց ամենադժվար որոշումը։ Մենք ձեզ դուրս չենք անի մեր կյանքից։ Բայց նա ձեր ալիբին չենք լինի։ Եթե պատրաստվում եք փոխվել, փոխվեք իսկապես։ Եվ մենք այստեղ կլինենք, դիտելով ոչ թե որպես քարոզչություն, այլ որպես վկաներ։ Եվ եթե դուք վերադառնաք նրան, ինչ էիք, մենք կգնանք, դուք բողոքելու իրավունք չեք ունենա։ Արամն ընդունեց պայմանները, հետո տեղի ունեցավ մի բան, որը նրանցից ոչ ոք չէր սպասում։ Անահիտը ոտքի կանգնեց, գնաց նրա մոտ բռնեց նրա ձեռքը։ Արի ինձ հետ, ուզում եմ քեզ մի բան ցույց տալ։ Նա նրան տարավ իր սենյակ, մատնացույց արեց պատը, որտեղ փակցրել էր ամանորյա արշավի լուսանկարը։ Ես ամեն օր նայում եմ այս լուսանկարին, բայց ոչ միայն լուսանկարի համար։ Որովհետև այդ օրը, առաջին անգամ, ինչ-որ մեկն ինձ իսկապես տեսավ։ Ոչ թե որպես խնդիր, ոչ թե որպես խեղճուկ, այլ որպես մարդ, որն արժանի էր այնտեղ լինելու։ Եվ ես կարծում եմ, որ դու էլ տեսնվեցիր այդ օրը։ Դու տեսնվեցիր, լինելով այն, ինչ իրականում ես, այդ ամբողջ լուրջ գործարարի տակ։ Արամը նայեց լուսանկարին, տեսավ իրեն ծնկի իջած նրա կողքին, տեսավ սեփական դեմքի արտահայտությունը, որը չէր ճանաչում խոցելիություն, մարդկայնություն, իրական կապ։ Ինչու ես այդքան հավատում ինձ, Անահիտ։ Դու հազիվ ես ինձ ճանաչում։ Որովհետև ես տեսա քո աչքերը, երբ դու ինձ օգնեցիր, պարզությամբ պատասխանեց նա։ Եվ դրանք նույնն էին, ինչ իմը, երբ ինձ հանեցին լուսանկարից։ Դու գիտես, ինչպես է ցավում։ Եվ ով գիտի, ինչպես է ցավում, դիտմամբ դա չի անի ուրիշների հետ, եթե չի մոռացել։ Ես կարծում եմ, դու մոռացել էիր, բայց հիմա նորից հիշում ես։ Այդ օրը Արամը վերադարձավ գրասենյակ մի պարզությամբ, որը տարիներ շարունակ չուներ։ Հավաքեց բոլոր տնօրեններին, բոլոր իրավաբաններին, ամբողջ վարչական խորհրդին։ Եվ հայտարարեց մի շարք միջոցառումների մասին, որոնք ցնցեցին բոլորին։
Բոլոր երրորդ կողմի ընկերությունների ամբողջական արտաքին աուդիտ, արդյունքների պարտադիր հրապարակմամբ, արտաքին կազմակերպության կողմից կառավարվող անանուն բողոքների ուղու ստեղծում, բոլոր պայմանագրերի վերանայում, աշխատանքի արժանապատիվ պայմաններ երաշխավորող կետերով, ամենաարմատականը, հոլդինգի մի մասի վերածում կոոպերատիվի, որտեղ աշխատակիցները ձայն կունենային որոշումներում։ Տիգրան Մելիքյանը փորձեց վիճել, որ դա կոմերցիոն ինքնասպանություն է, որ բաժնետերերը կապ ստամբեն, որ մրցակցությունը կօգտվի։ Դավիթը, զարմանալիորեն, կանգնեց Արամի կողքին։ Գուցե ժամանակն է, որ մենք ավելի քիչ շահույթ ստանանք։ Ավելի լավ քնենք։ Որոշումը մամուլում հայտնվեց նույնիսկ մինչ հանդիպման ավարտը։ Որոշ պորտալներ տոնեցին դա որպես կորպորատիվ հեղափոխություն, մյուսները քննադատեցին որպես բարդ մարքեթինգային հնարք։ Ռուզաննան լուսանկարիչը ավելի շատ հարցազրույցներ տվեցին, պնդելով, որ ամեն ինչ կեղծիք է։ Բայց հանրային խոսակցության տոնում ինչ-որ բան փոխվել էր։ Մարդիկ սկսեցին հարցնել իրենց, արդյոք հնարավոր է, որ ինչ-որ մեկն իսկապես փոխվի, թե մենք բոլորս դատապարտված ենք միշտ լինելու մեր ամենավատ տարբերակը։ Նարինեն զանգեց այդ գիշեր։ Դու իսկապես պատրաստվում ես դա անել։ Ռիսկի տակ դնել ամեն ինչ։ Արամը հյուծված, բայց տարօրինակ կերպով խաղաղ պատասխանեց. Ես կփորձեմ։ Չգիտեմ, կստացվի, թե ոչ։ Բայց ես 9-ամյա աղջկան խոստացել եմ, որ կփորձեմ տեսնել մարդկանց։ Եվ նա արժանի է, որ ես կատարեմ այդ խոստումը, ավելի շատ, քան ես արժանի եմ պահպանելու իմ կայսրությունը անձեռնմխելի։ Ամանորին նախորդող շաբաթվա ընթացքում տարօրինակ բաներ սկսեցին տեղի ունենալ։ Երրորդ կողմի ընկերությունների աշխատակիցները սկսեցին բողոքել չարաշահումների մասին Արամի ստեղծած ուղով։ Որոշ բողոքներ այնքան լուրջ էին, որ պայմանագրերն անմիջապես խզվեցին, ինչը գործառնական քաոս առաջացրեց, բայց նա ցույց տվեց, որ ուղին իրական է, ոչ թե պարզապես թատերական։ Նույն ոլորտի այլ ընկերություններ սկսեցին ճնշման ենթարկվել, հետելու օրինակին, ոմանք զիջեցին, ոմանք դիմադրեցին։ Անահիտը վերադարձավ դպրոց, այժմ Լուսինեն վերջապես կարողանում էր աշխատել ավելի մարդկային ժամերով, հոլդինգի ընկերություններից մեկում մշտական աշխատանքի շնորհիվ, ոչ թե որպես բարեհաճություն, այլ անելով այն, ինչ լավ գիտեր, մաքրություն կազմակերպում, բայց աշխատանքային գրքույկով, արտոնություններով, հարգանքով։ Դեկտեմբերի 30-ին, Ամանորի նախօրեին, Արամը հաղորդագրություն ստացավ վարչական խորհրդից։ Բաժնետերերի մի մասը ուզում էր ստիպել նրա հեռացումը։ Ասում էին, որ նա չափազանց հուզական է դարձել, որ որոշումներ է կայացնում զգացմունքայնության, ոչ թե տվյալների հիման վրա։ Քվեարկությունը լինելու էր հունվարին, բայց ուղերձը տրված էր։ Փոփոխությունը գին ուներ, այդ գինը կարող էր ներառել այն ամենի կորուստը, ինչ նա կառուցել էր։ Արամը գնաց Արաբկիրի բնակարան այդ գիշեր, գտավ Լուսինեին, Անահիտին, որոնք զարդարում էին փոքրիկ տոնածառ, որը գնել էին մոր առաջին աշխատավարձով։ Նա պատմեց ընկերությունը կորցնելու սպառնալիքի, ամեն ինչի փլուզման հնարավորության մասին։ Անահիտը դադարեց խաղալիքներ կախել, նայեց նրան։ Իսկ եթե դու ամեն ինչ կորցնես, կդադարես լավը լինել մարդկանց հետ։ Հարցը պարզ էր, բայց կրում էր վերջնական փորձության ծանրությունը։ Արամը մի պահ մտածեց, հետո ազնվորեն պատասխանեց. Ես չգիտեմ, Անահիտ։ Ինձ ամբողջ կյանքում ծրագրավորել են մտածել, որ ես արժեք ունեմ միայն այն դեպքում, եթե հզոր եմ ու հարուստ։ Առանց դրա, ես չգիտեմ, ով եմ։ Ուրեմն գուցե ժամանակն է պարզելու, ասաց նա, վերադառնալով տոնածառի խաղալիքները կախելուն։ Որովհետև ես քեզ ճանաչում եմ, առանց դու ոչնչի ղեկավար լինես։ Եվ դու արդեն ինչ-որ մեկն ես։ Լուսինեն, որը լուր լսում էր, վերջապես խոսեց. Գիտեք, ինչն է ամենադժվարը մեզ նման ներքից եկածների համար։ Դա փողի պակասը չէ, պարոն Արամ։ Դա այն մարդկանց պակասն է, որոնք մեզ մարդու պես են նայում։ Դուք դա արեցիք իմ դստեր համար։ Նրա կյանքում առաջին անգամ ինչ-որ հզոր մեկը նրան վերաբերվեց այնպես, կարծես նա կարող լիներ։ Եթե դուք կորցնեք ձեր ընկերությունը, բայց շարունակեք լինել այս մարդը, դուք ոչինչ չեք կորցրել, որն իսկապես կարևոր է։ Արամը մնաց այնտեղ, նստած այդ պարզ բնակարանի փոքրիկ սենյակում, օգնելով 9-ամյա աղջկան զարդարել 1.5 մետրանոց տոնածառը, հասկացավ, որ գուցե դա իր կյանքի ամենակարևոր պահն էր։ Ոչ թե միլիոնանոց միաձուլումները, ոչ թե գործարարական մրցանակները, ոչ թե թանկարժեք ռեստորաններում ընթրիքները։ Այլ հենց այդ պահը, փոքր, լուռ, իրական։ Ամանորի առավոտյան անսպասելի բան տեղի ունեցավ։
Երրորդ կողմի ընկերությունների աշխատակիցները, նրանք, որոնք տարիներ շարունակ անտեսանելի էին եղել, սկսեցին կիսվել իրենց սեփական պատմություններով սոցիալական ցանցերում, ոգեշնչված Անահիտի դեպքից։ Պատմում էին իրենց կրած նվաստացումների, իրենց որպես մեկանգամյա օգտագործման առարկաների վերաբերվելու, արժանապատվության աշխատավարձի միջ ընտրություն կատարելու մասին։ Եվ նա պատմում էին ճանապարհին ստացած բարության փոքրիկ ժեստերի, մարդկանց մասին, որոնք իրենց տեսել էին, երբ ոչ ոք չէր տեսնում։ Շարժումը չպլանավորված անուն ստացավ, ինձ էլ նկատեք։ Եվ դարձավ մի ալիք, որը ստիպեց ամբողջ ընկերություններին վերանայել իրենց պրակտիկաները, ոչ թե որովհետ ուզում էին, այլ որովհետ վերջապես չափազանց թանկ էր դառնում, հանրային իմիջի տեսանկյունից, շարունակել դաժան լինել։ Արամը չգիտեր, կգոյատի արդյոք հունվարյան քվեարկությունից հետո։ Չգիտեր, կպահպանի իր կայսրությունը, թե ստիպված կլինի զրոյից վերակառուցել։ Բայց նա մի բան գիտեր։ Իրեն տեսել էին։ Անահիտը տեսել էր իրեն, տեսել էր գործարարի տակի տղային, տեսել էր այն մարդկայնությունը, որը նա թաղել էր փառասիրության վախի շերտերի տակ։ Եվ դրա դիմաց նա սովորել էր տեսնել։ Տեսնել աշխատակիցներին ոչ թե որպես թվեր աղյուսակներում, այլ որպես մարդիկ, պատմություններով, ընտանիքներով, երազանքներով։ Տեսնել, որ իշխանությունն առանց կարեկցանքի պարզապես բարդ բռնապետություն է։ Տեսնել, որ հարստությունն առանց մարդկայնության պարզապես դատարկ կուտակում է։ Ամանորի երեկոյան Արամը, Լուսինեն, Անահիտը նստած էին բնակարանի փոքրիկ պատշգամբում, նայելով քաղաքին, որը վառում էր իր երեկոյան լույսերը։ Անահիտը ձեռքին պահում էր արշավի լուսանկարը, այն, որը սկիզբ էր դրել ամեն ինչին, մատնացույց արեց իր դեմքը նկարում։ Գիտես, ինչն է զվարճալի։ Այս լուսանկարում ես ժպտում եմ, որովհետ վերջապես ինչ-որ մեկը ինձ թույլ տվեց մնալ։ Բայց հիմա ես ժպտում եմ, որովհետ սովորեցի, որ ինձ թույլտվություն պետք չէ գոյություն ունենալու համար։ Ես արդեն գոյություն ունեմ, միշտ ունեցել եմ, լուսանկարով թե առանց։ Արամը նայեց նրան, այդ երեխային, որն առանց իմանալու իր ուսուցիչն էր եղել, ասաց. Շնորհակալ եմ, Անահիտ, որ ինձ էլ սովորեցրիր նորից գոյություն ունենալ։ Նա թեքեց գլուխը, հետաքրքրված։ Դու դադարել էիր գոյություն ունենալ։ Այո, խոստովանեց նա։ Ես դարձել էի պարզապես գործառույթ, գործարար, ղեկավար, միլիոնատեր։ Բայց մարդ արարած, որը զգում է, մտահոգվում է, լաց է լինում, իսկապես ծիծաղում, դա ես մոռացել էի լինել։ Անահիտը մի պահ մտածեց, հետո առաջարկեց. Ուզում ես նորից ինձ հետ լուսանկարվես։ Ոչ թե արշավի, ոչ թե թերթի։ Պարզապես մեր լուսանկարը ապացուցելու համար, որ մենք գոյություն ունենք, երկուսս էլ, այնպիսին, ինչպիսին կանք։ Լուսինեն վերցրեց հեռախոսը, դեռ այն հարանից վերցրածը, բայց որը շուտով կփոխարինվեր սեփականով, ֆիքսեց պահը։ Արամն ու Անահիտը պատշգամբում երան քաղաքը հետին պլանում, երկու տարբեր նվաստացումներից փրկվածներ, որոնք միասին սովորում էին, որ արժանապատվությամբ գոյություն ունենալը ամենամեծ շքեղությունն է, որը կարող է ունենալ մարդը։ Լուսանկարը վիրուսային չդարձավ։ Միլիոնավոր դիտումներ չունեցավ։ Մրցանակ չշահեց։ Բայց այն տպվեց փակցվեց Անահիտի սենյակի պատին, հենց մյուսի կողքին, ամեն անգամ, երբ նա նայում էր երկու նկարներին, նա խորը բան էր հասկանում։ Առաջին լուսանկարն ապացուցում էր, որ նա կարողացել էր մտնել մի տեղ, որտեղից փորձել էին խանգարել, երկրորդն ապացուցում էր, որ նա այլս պետք չէր մտնել որևէ, որովհետև նա արդեն ճիշտ այնտեղ էր, որտեղ պետք է լիներ, գոյություն ունենալով, տեսանելի լինելով, կարոր լինելով։ Արամը չգիտեր, թե ինչ է սպասվում ապագայում։ Չգիտեր, արդյոք կհեռացվի հոլդինգի ղեկավարությունից, չգիտեր, արդյոք իր կատարած փոփոխությունները կդիմանան բաժնետերերի ճնշմանը, չգիտեր, արդյոք միշտ կկարողանա լինել իր լավագույն տարբերակը, որն արթնացրել էր Անահիտը։ Բայց նա գիտեր, տասնամյակների ընթացքում առաջին անգամ, որ իսկապես ապրում է։ Ոչ թե պարզապես գործում, ոչ թե պարզապես ներկայանում, այլ զգում, մտահոգվում, մարդ լինում։ Եվ եթե դա արժենար իր ամբողջ կայսրությունը, գուցե արժեր։ Որովհետ կայսրությունները փլուզվում են, արշավներն ավարտվում են, փողը գոլորշիանում է։ Բայց այդ աղջիկը, այդ պահը, այն դասը, որ տեսնելն ու տեսանելի լինելն է մեզ մարդ դարձնում, դա մի բան էր, որը ոչ մի ֆինանսական ճգնաժամ չէր կարող խլել։ Եվ վերջում, երբ ամեն ինչ ամփոփվում է, երբ հեռացնում ենք հաջողության ձախողման, հարստության աղքատության, իշխանության խոցելիության շերտերը, այն, ինչ մնում է, շատ պարզ է։ Ինչ-որ մեկը տեսավ ինչ-որ մեկին։ Եվ այդ տեսնելու գործողության մեջ երկուսն էլ փոխվեցին։
Անահիտը նախկինում անտեսանելի սովորեց, որ գոյություն ունենալը թույլտվություն չի պահանջում։ Արամը նախկինում զրահապատ սովորեց, որ զգալը թուլություն չէ։ Եվ մենք բոլորս այս պատմության վկաները գուցե կարող ենք սովորել, որ ամենամեծ նվերը, որը կարող ենք տալ ինչ-որ մեկին, ոչ թե լուսանկարում տեղն է, այլ այն գիտակցումը, որ այդ մարդն արդեն ի սկզբանե արժանի էր այնտեղ լինելու։ Որովհետև վերջում մեզ պետք չեն ամանորյա արշավներ, բարի լինելու համար։ Մեզ պետք չեն տեսախցիկներ, ճիշտ բան անելու համար։ Մեզ պարզապես պետք է հիշել տեսնել։ Տեսնել մարդկանց մեր շուրջը։ Տեսնել նրանց ցավերը, նրանց երազանքները, նրանց մարդկայնությունը։ Եվ երբ մենք տեսնում ենք, երբ իսկապես տեսնում ենք, մենք փոխվում ենք։ Եվ փոխվելով մենք աշխարհը դարձնում ենք մի վայր, որտեղ ավելի շատ Անահիտի նման երեխաներ կարող են գոյություն ունենալ, առանց թույլտվություն խնդրելու, որտեղ ավելի շատ Արամի նման մեծահասակներ կարող են զգալ, առանց վախի, որտեղ մենք բոլորս կարող ենք պարզապես մարդ լինել, բոլոր թերություններով ողջ գեղեցկությամբ, որ դա ենթադրում է։ Եվ գուցե, պարզապես գուցե, դա է այն ամանորի իսկական իմաստը, որն այն արշավը փորձում էր վաճառել, բայց ի վերջո բացահայտեց։ Դա ոչ թե արհեստական ձյան կատարյալ տեսարանների մասին է, այլ տեսնելու տեսանելի լինելու, ձեռք մեկնելու դիպչվելու թույլտվության, դիմակները քանդելու կապեր կառուցելու մասին։ Դա հիշելու մասին է, որ մենք բոլորս, բացարձակապես բոլորս, արժանի ենք լինել լուսանկարում։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի Արամի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք այս փոխակերպման ճանապարհորդությունից, մի աղջկա, որը պարզապես ուզում էր տեսանելի լինել, մի մարդու, որը պետք է նորից սովորեր տեսնել, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։ Դուք երբե նման իրավիճակի մեջ եղել եք, որտեղ անտեսանելի եք եղել կամ որտեղ սովորել եք ինչ-որ մեկին իսկապես տեսնել։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, պատմություններ իրական մարդկանց մասին, որոնք բախվում են երկընտրանքների, որոնք մենք բոլորս ճանաչում ենք։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, որտեղ նոր ճանապարհորդությունը կհուզի ձեր սիրտը, կստիպի ձեզ մտածել այն մասին, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Մինչ այդ, հիշեք, դուք գոյություն ունեք, դուք կարող եք, դուք արժանի եք տեսանելի լինելու։